Բարի երեկո հարգելի հետևորդներ, եթերում պրեսինգն է։ Այսօրվա իմ զրուցակիցը հայացք վերլուծական կենտրոնի խորհրդի նախագահ, քաղաքագետ Կարեն Բեգարյանն է։ Շնորհակալ եմ, պարոն Բեգարյան, հրավերս ընդունելու համար։ Մինչ մեր զրույցին անցնելը, հարգելի հետևորդներ, ուզում եմ ներկայացնել Կարեն Բեգարյանի եւ նրա գործընկերների համատեղ գիրքը, հերթական գիրքը, որը կոչվում է Միջազգային մատրիցա եւ ներկայացված են բազմակողմ ձևաչափերը Հայաստանի միջազգային կազմակերպությունների հետ ունեցած եւ խորհրդարանական եւ հանրային դիվանագիտության փաստաթղթերը, համագործակցության ձևաչափերը եւ նշեմ նաեւ, որ այս գիրքը նվիրվում է Բագրատ arczepiskopos Գալստանյանին, ինչպես նաեւ Երևանում եւ Բաքվում պահվող բոլոր այն քաղբանտարկյալներին, գերիներին, պատանդներին եւ քաղաքական հալածյալներին, ովքեր պայքարել եւ պայքարում են հանուն հոգեվոր անվտանգ, արժանապատիվ եւ արդար Հայաստանի ու Արցախի ներկայի եւ ապագայի Կարեն Բեգարյանն է գրել նախաբանում եւ այն վաճառվում է արդեն գրախանութներում, Զանգակ եւ Բուկինիստ գրախանութների ցանցերում կարող եք ձեռք բերել բավական օգտակար գիրք է ոչ միայն քաղաքականությամբ զբաղվողների համար, այլ առհասարակ, որպեսզի տեղյակ լինեն ինչը ինչպես է ձեռք բերվել, հա, որ համագործակցությունը դիվանագիտական դաշտում, եթե ինչ-որ բան կա ավելացնելու գրքի հետ կապված։ Երկու բառով նախ շնորհակալություն ձեզ ներկայացման համար, ուրեմն ինքը շարքի հերթականն է, մենք բացի այն, որ անդրադարձել էինք ձեր մոտ էլ տաղավարում խոսել ենք կհիշեն մեզ դիտողները երևի, ուրեմն Ճոճանակը եւ Ճոճանակ 2-ը Ղարաբաղյան հակամարտության ոչ բանակցային գործընթացի կարգավորման, ուրեմն ամբողջ ընթացքի հետ կապված, ինչպես նաև Հայացք վերլուծական կենտրոնից Աննա Կարապետյանի ԵԱՀԿ Ղարաբաղյան դոսիե գիրքը, ուրեմն սրանք Ղարաբաղյան կոնֆլիկտին առնչվող, հա, եւ դրանից հետո ունեցել ենք ընտրված պարտությունը 18-ից 21 թվականներ, թե ինչպես ավիրվել մեր արտաքին քաղաքականությունը լրիվ հենված փաստերի վրա, Հերմինե Մխիթարյանի աշխատանքը, եւ որից հետո Մատենաշարի 3 գրքերը արդեն անդրադարձան ուղղակիորեն Հայաստանի արտաքին քաղաքականության գերակա ուղղություններին։ Երկում ձևաչափ Հայաստան եւ հարևաններ, ուրեմն դա խոշորացույցներ, որից հետո լույս տեսավ աշխարհակաղակական գրավիտացիան, ուրեմն ուժային կենտրոնների հետ երկկողմ հարաբերությունները եւ այլ տարածաշրջանների եւ երկրների, եւ փաստորեն արտաքին քաղաքական ողջ համայնապատկերի մեջ պակասող բազմակողմ ձևաչափերը ներեն արվել միջազգային մատրիցայում։ Դուք նշեցիք միջազգային կազմակերպությունները, նաեւ առանցին բլոկերով, դուք էլ ասեցիք գնում է խորհրդարանական դիվանագիտությունը, հանրային դիվանագիտությունը եւ առանցին բաժնով գլխով գնում է Սփյուռքը։ Մեր եւ Սփյուռքի կապերը եւ այլը, եւ մեկ նախադասություն էլ ինքը արած է զրույցի ֆորմատով, որովհետեւ հետադարձ կապը ցույց էր տալիս, որ զրույցի ֆորմատով շատ ավելի ընթերնելի է, բայց յուրաքանչյուր գլխի վերջում կա ուղղությունը ամփոփող արդեն ոչ զրույցով տեսլական։ Այսինքն մեր արտաքին քաղաքական վերամեկնարկի պարագայում ուղղություններից յուրաքանչյուրում առաջնահերթ թե մարտավարական քայլերը եւ թե ռազմավարությունն ու նպատակը ամփոփված են առանցին տեսլականներով։ Այսինքն ինչ որ իմաստով դա քաղաքական գործիչներին էլ քաղաքական ուժերին էլ պետքական է, ռազմավարության քաղաքական գործիչներից, պետական ծառայողներից, ուրեմն ուսանողությամբ մեր գործընկերներով լրատվամիջոցների, ովքեր ամենօրյա լուսաբանման ներքո են եւ ընդհանրապես մարդկանց համար, ովքեր որևէ կերպ հետաքրքրված են արտաքին քաղաքականությամբ։ Շնորհակալություն շատ ներկայացման համար։ Կարող եք ձեռք բերել հարգելի հետևորդներ եւ այսպես ես կխնդրեմ մի լուսանկար տեղադրեն էկրանին։ Նիկոլ Փաշինյանի 20 թվականի եւ 26 թվականի հայտարարությունները, ընթերցեմ հարգելի հետևորդներ, նույնիսկ չեմ խոսում 18 թվականի այդ գունավոր հեղափոխության ժամանակ ինչեր էր ասում, դրանից առաջ ինչեր էր ասում Արցախի վերաբերյալ, 20 թվականին BBC World News-ի հարցազրույցում ասում է. «Եվ Արցախը այո, Հայաստան է, հայերի երկիր է, որովհետև միշտ այնտեղ բնակչության 80 եւ ավելի տոկոսը եղել են հայեր, եւ այսօր էլ այդպես է, իսկ Ադրբեջանն ուզում է, որ այնտեղ չապրեն հայեր»։ Սա, կրկնում եմ, ասել է BBC World News-ի հարցազրույցում 20 թվականին հոկտեմբերի 7-ին։ Եվ նաև 26 թվականին, ընդամենը օրեր առաջ, մայիսի 8-ին, նա ինչ է հայտարարում, ասում են հող ենք կորցրել, այդ հողը ինչով է մերը եղել,
ապրել ենք այնտեղ, ինչով է մերը եղել։ Մերը չի եղել, ոչ միայն մերը չի եղել, այլ նաև օգտագործվել է նրա համար, որ Հայաստանն էլ մերը չլինի։ Հա, Ղարաբաղը ինչով է մեր եղել, ոչ մի բան չի կառուցվել։ Այս ԿՊ-ի բանն է, իրենցից առաջ ոչ մի բան չի եղել, աշխարհը չի եղել, բուսականություն, կենթանական աշխարհ, մարդկություն, ոչ մի բան չի եղել։ Իրենք եկել են, հայտնվել են ու ունեցել են։ Լավ, բայց այստեղ մի հիշեցում անեմ հետևորդներին մեր, երեք տեսա Euronews-ը, որը ադրբեջանա-թուրքական կապիտալով միջազգային լրատվամիջոց է, անգլերեն թողարկումը կրկին հրճվել էր Նիկոլ Փաշինյանի այս հայտարարությունից եւ նույնիսկ վերնագիր էր դրել, որ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Արցախը, Ղարաբաղը երբեք հայերինը չի եղել, այնտեղ հայեր չեն ապրել ընդհանրապես, ոչ մի բան չեն կառուցել, սա այն պարբերականն է, որը հրճվանքով տպում էր նաեւ տպագրում էր, երբ որ Փաշինյանը իր մարմնի համապատասխան մասը ուզում էր ցուցադրել, պատրաստակամություն էր հայտնել ցուցադրել վեհափար հայրապետին եւ սրբազաններին։ Այս նույն լրատվամիջոցն է ադրբեջանա-թուրքական ֆինանսներով հրապարակվող։ Ինչու հիմա, հա, մայիսի 9-ին Եռատոնին ընթരാճ նման հայտարարություն թույլ տվեց, ում համար սա արեց։ Տեսեք, ինքը շատ ավելի լայն համատեքստի մեջ է պրոյեկտված ընտրական գործընթացի վրա։ Բնականաբար, որովհետև հեշտապատահական չի, որ հիմա մենք այդ բոլոր տեսակի անոմալ հայտարարությունների խոսույթի եւ այլը սրացում ենք արձանագրում որպես այդպեսին։ Ուրեմն սա այսպես կոչված ԿՊ-ական խաղաղության դարաշրջանի կամ խաղաղության օրակարգի բաղկացուցիչներն են։ Այսինքն բոլոր հնարավոր եղանակներով, ուրեմն իրենց թիկունքին կանգնած ուժերին, երկրներին, պատվիրատուներին, ուրեմն ցույց տալ հավատարմությունը ճակերտավոր այդ գծին, որով ընթանում են, որի ներքո շատ բարձ մի բան կա դրված օրակարգ, սպասարկել թուրք-ադրբեջանական տանդեմի շահերը։ Սպասարկել այդ շահերը եւ դրա դիմաց ունենալ ինչ երաշխիքներ աթոռը իշխանությունը պահելու։ Սա Հայաստանի որպես պետություն, օրակարգի հետ, մեր առաջնահերթությունների հետ որպես երկիր իրականում ունի զերո կապվածություն։ Սա ընդհանրապես այդ իշխանական, ուրեմն, չգիտեմ ինչ բառ օգտագործեմ, Սրանց Ալիևը ուրախացավ ամենաշատը, չնայած Մակրոնը, որ այստեղ լուսանկարվում էին Պրահայում իր սև գործը արած Մակրոնին, որ չգիտեմ, գլխի վրա պահում էին, Մակրոնն էլ է ֆրանսիական մեդիայում արտահայտել Լեռնային Ղարաբաղի մասին, որ մի տարածք է Ադրբեջանի սրտում։ Իսկ վերջի շրջանում բացի Ադրբեջանին եւ Թուրքիային առանցին կամ երկուսին միասին ուրախացնելուց ուրիշ ինչ է տեղի ունենում իրականության մեջ։ Հիմա տեսեք, դուք վերել եք էկրանին այս ցիտատը, բայց ինձ թվում է դուք էլ շատ լավ գիտեք, մեզ նահանջները շատ լավ պատկերացնում են, որ այս բացառիկ հակասության դրվագը միակը չի։ Դե դրա համար եմ ասում, չեմ հիշեցնում դրանց առաջացվածները։ Սա շարք է։ Ну, դրա վառ օրինակները, հա, Արցախը Հայաստանա եւ վերջ, Արցախը Ադրբեջանա եւ վերջ։ Օրինակ, ուրեմն ես իրավունք չունեմ բանակցելու Արցախի փոխարեն, Արցախը պետք է իր փոխարեն բանակցի, բայց մարդը գնում է առանց Արցախի հետ որևէ կոմունիկացիայի եւ առանց որևէ բանի, ճանաչում Արցախը Ադրբեջանի կազմում, օրինակ։ Ուրեմն Աղդամը մեր հայրենիքն է, սխալվել ենք։ Այսինքն այս շարքը հավատացեք, կարելի անվերջ սա շարունակել։ 18 թվից սկսած իդեպ չթվա որ դա միայն 20-ով է արտացոլվում եւ պատերազմի ավարտով է արտացոլվում։ Ես սկսում եմ իմ կետից, ես ստացել եմ ժառանգություն, մի օր վատ, մի օր լավ, մի օր միջին։ Չէ, ես սկսում եմ իմ կետից։ Ինչ ուզում եմ, այն բանակցում եմ։ Բանակցություն չկա։ Սա ընդհանրապես խորհրդատվություններ է։ Բայց սա ուղղակի սորական գժի բան չի։ Սա կոնկրետ ծրագիր է։ Ամբողջ խնդիրը կայանում է հետեւյալում, որ ելի առիթ ենք ունեցել ասելու, մենք ինչ որ օր սրա հետ կապված ուզենք թե չուզենք, ունենալու ենք շատ լուրջ եւ շատ խորքային իրավական գործընթաց։ Իրավական գործընթաց, միայն քաղաքականով չի սահմանափակվելու։ Թե ինչը ինչի համար արվել, ինչ մոտիվացիայով, ինչ նպատակով։ Որովհետեւ ամեն ինչ ուղակի բարթել տեղեկատվության պակասին, տգիտությանը, անփորձությանը, չի ստացվում։ Չի ստացվում։ Եվ վերջը անմեղսունակությանը չպետք է ասել, ինքը բավական մեղսունակ է, գիտի ինչ է անում, հա։ Եվ վերջը կան շատ པարզ բան։ Ուրեմն լավ, երկիրը մենք բոլորս լավ փորձադաշ չենք։ Այսինքն դու գալիս ես ինչ որ լրիվ ուրիշ
թեզերի վրա, վերցրեք 21-ի ԿՊ-ի ուրեմն նախընտրական ծրագիրը, հետո նաև իշխանության գալուց հետո կառավարության ծրագիրը։ Անում ես լրիվ հակառակը։ Մինչև այդ լրիվ հակառակն անում ես քո հեղինակած գրքում կանդրվագները։ Հետո սկսում ես անել լրիվ հակառակը։ Ամեն աստու անգամ ասում ես դե սխալվել ենք, դե հիմա տենց չէինք հաշվարկել, տենց չէինք նկատել, Ալիևից բանակցային պատմություն ես սովորում։ Եվ այլը եւ այլը, այսինքն այս ամենը արդեն այնքան շատ է, նենց քանակ է կազմում, բայց սա տեսեք, ցանկացած նորմալ երկրի պարագայում մի այսպիսի դեպքը բավարար էր, որ այդ իշխանության ուրեմն ներկայացուցիչները կամ ղեկավարը հրաժարական տեղ գներ։ Մի հատը բավարար էր։ Բայց մենք sense այնպիսի քանակ ունենք, որտեղ արդեն խնդիրը շուտ բանից քաղաքական էթիկայի եւ քաղաքական մշակույթի դաշտում չի, որովհետեւ ամեն նման դրվագի թիկունքում ավերա, կյանքեր են, արյունա, կորուստա, այս սա է ամենաէականը, որ մեր հանրությունը սա պետքա վերջը ֆիքսի։ Պարոն Բեկարյան, տեսեք, այն որ իրենք իրենից սկսած առաջին հերթին եւ այդ խմբակը բարոյականության հետ որևէ աղերս չունեն, որ ստրուկի պես կատարում են Ալիևի ու Էրդողանի պահանջները եւ ոչ միայն որոշակի արևմտյան կենտրոնների նաեւ պահանջները, որոնց նպատակները այնպես բան չեն, եվրոպական շահերի տիրույթում չեն ամենևին էլ։ Դա հասկանալի է։ Ես իրենցից բարոյականություն վաղուց առաջին օրվանից, հենց 18-ի առաջին օրվանից չեմ սպասել, որպեսզի հիասթափվեմ։ Ինձ հետաքրքիր է սա արվում է հետևանքը մեր Հայաստանի համար, Հայաստանի քաղաքացու համար, որն է լինելու, սրանք հենց այնպես չեն։ Ես դրա համար Մակրոնի խոսքն էլ հիշեցրեցի։ Մակրոնը այստեղ որ եկավ սենց պուպուշիկ, ինքը ֆրանսիական մեդիայում հարցազրույցում Լեռնային Ղարաբաղը անվանում է մի տարածք Ադրբեջանի սրտում։ Հա եւ նա ասում է Ադրբեջանը ձեռնարկեց մի քանի հարձակում, որ կարողանա միջանց կառուցել իր տարածքի մի ծայրից մյուսը։ Էս այդ նույն պուպուշիկ Մակրոնն էր։ Ինձ հետաքրքիր է հետևանքը։ Տեսեք, ուրեմն եթե նորմալ ցանկացած մարդ ինչ որ դեպքերի եւ իրադարձությունների շղթան դնում է պատճառահետևանքային կապի մեջ, չէ՞։ Երևի ամենաբնական բանը դա է։ Դե հիմա մի հատ եկեք նայենք 18-ից այսօր ինչից ուր ենք եկել, միանգամից հետևանքը շատ հստակ բարձ կդառնա, եթե նորից ստանում են քվե կամ ինչ են անում, չգիտեմ, եւ մնում են իշխանության։ Այսինքն մենք մտածենք Հայաստանի Հանրապետության ավիրելու ծրագրի ընթացքի մեջ։ Եվ եթե նրանք ստանում են այդ հնարավորությունը, նրանք նորից իշխանության են լինում, այդ հերթով այդ քայլերը կամ այդ ծրագիրը պետք է գնա կյանքի կոչման, չէ՞։ Այսինքն հետո կասի Սյունիքը դա մերը չէ, երբ է մերը եղել, Հայաստան, Երևանը երբ է մերը եղել։ Եթե ինչ-որ մարդկանց, օրինակ եմ ձեզ ասում, թվում է դե լավ էլի, ու ասում են, էլի մարդիկ կան, որ ասում են, դե լավ էլի, ինչ եք ասում, ոնց կարող է տենց բան լինի։ Ես պարզ հարց եմ տալիս, բայց եղել է, չէ։ Տեսել եք, չէ, ձեր աչքով, որ ասվել է, ասվել է լրիվ հակառակը, որ արվել են գործողություններ, քայլեր, որոնք ուղղակիորեն այսօր հասցրած են այս վիճակին։ Այսինքն լավ, ինչ չեք տեսել։ Օրինակ այսօր սպառնում է սեփական ժողովրդին պատերազմով մի ուժ, որը պատերազմը ինքը բերողն է եղել, ու ոչ մի պատերազմ, ու ոչ մի աղետ եւ այլը եւ այլը։ Այսօր այդ նույն ուժը սպառնում է։ Ուրեմն սկսենք նրանից, որ կա շատ པարզ բանաձև, հա։ Եթե դու այսօր քո ժողովրդին ասում ես, ենթադրենք, եթե ես չընտրվեմ, պատերազմա լինելու։ Ուրեմն པարզ է, չէ, որ դու քո ողջ գործառույթը տապալել ես։ Ողջ գործառույթը։ Կառավարությունն ինչի համար է, իշխանությունն ինչի համար է, առաջի հերթին դա անվտանգության խնդիրն է, չէ՞։ Հետո նոր մնացածն է շարվում։ Այսինքն հետեւաբար դու այսօր ստորագրում ես մի բանի տակ, որը կոչվում է ես տապալել եմ իմ պետության անվտանգությունը։ Տապալել եմ։ Եվ հետեւաբար ըստ իրենց պետության անվտանգությունը հենված է ինչ որ մեկի սրան խոստում տալու, նրան խոստում տալու, սրանից նրա գիրկը թրջելու վրա։ Սա պետության անվտանգություն է։ Բայց ուրեմն ինչ կարգի դու չպետք է հարգես քո ժողովրդին, քո հանրությանը, հասարակությանը, որ դու մտածես, որ ոչ թե նրանք սրանից կեզրակացնեն, որ ես ամեն ինչ տապալել եմ, այլ կկարչեն ինձանից եւ ես դրանով քվե կստանամ։ Հա, բայց դա նշանակում է ավելի པարզ, ինքը Ալիևով վախեցնում է Հայաստանի քաղաքացիներին։ Ոչ միայն Ալիևով, նաեւ Էրդողանով։ Այսինքն այստեղ մենք գործ ունենք սեփական հանրությանը հոգեբանական ահաբեկչության ենթարկելու հետ։
օգտագործելով դա նախընտրական, ուրեմն շահերի, նախընտրական այս ամեն ինչի ներքո։ Այսինքն մենք բացահայտ պարզ մենք գործ ունենք այդ իրավիճակի հետ։ Ես տեսեք ասեմ մյուս խնդիրը։ Լավ, իսկ մենք այսօր նստած զրուցում ենք։ Կամ մենակ մեկ չէ, էլի մեր հանրության յուրաքանչյուր ներկայացուցիչ, որևէ մեկը կարող է հստակ պնդել, ինչ խոստումների հետ էլ գործ ունենք, որոնք պետքա կյանքի կոչվեն, եթե Աստված մի արարսի սրանք ընտրվեն։ Մենք սա Երևանը Երևան կդառնա։ Տեսեք, ես հարցը պատահական չեմ տալիս։ Ադրբեջանցիները 300,000-ից ավելի կգան կապրեն։ Համայնքը ես կուզենամ դրան մի քիչ ավելի լայն անդրադառնալ։ Տեսեք, հիմա ուրեմն քանի կողմից չգիտես ինչ պատճառով չդիտարկելով դա ճակերտներով միջամտություն Հայաստանի ներքին գործերին, քանի կողմից գնաց ուղղակի աջակցությունը ընտրական գործընթացի հետ կապված։ Եվրոպական համայնքը իր գագաթաժողովով դրած այն ժամկետներում, որ ուղիղ ուզի թե չուզի կապվում է ընտրական գործընթացի հետ, գալով այստեղ բոլոր հնարավոր ու անհնար եղանակներով աջակցությունը հայտնելով։ Ուրեմն Թուրքիայի արտգործնախարար ուղիղ աջակցության օրինակով ուրեմն ադրբեջանական տարբեր կողմերը, այսպես լողացող, ուղիղ, անուղակի տարբեր աջակցության ձևերով։ Ուրեմն ես հիմա ուզում տամ պարզ հարց։ Մեր հանրությանը ինչ է թվում։ Այդ աջակցությունը գեղեցիկ աչքերի համար է, թե այդ աջակցության դիմաց խոստումների արդեն ցանկը կա, որոնք պիտի սկսեն կյանքի կոչվել, նորից եմ կրկնում, Աստված մի արարծա ընտրվելուց հետո։ Այդ աջակցությունը Զրիպանիրը թակարդում է։ Այդ աջակցությունը ինչի համար է գալիս, ինչ անելու համար է գալիս, ինչ խնդիրներ լուծելու համար է գալիս։ Ձեր կարծիքով ինչի համար է, ինչ է խոստացել, ինչ պիտի անի, ինչ են դրել։ Ուրեմն օրակարգի հիմնական էլեմենտը դա երևում էլ է, էլի դրա համար նես պետք չի բան անել, հա, աշխարհաքաղաքական բալանսների փոփոխությունն է Հարավային Կովկասում եւ դրանում Հայաստանի էական դերակատարումը։ Այսինքն ստեղծել է իրավիճակ, որ այստեղից իրենց շահերով իրենց բոլոր գերակայություններով եւ այլը հնարավորինս դուրս են վռնդվում Իրանի Իսլամական Հանրապետությունը, Ռուսաստանի Դաշնությունը։ Հետո Հայաստան դառնում է պոլիգոն։ Ահա, այսինքն հիմա թե ինչա դառնում Հայաստանը, շատ կներեք, ում է դա հետաքրքրում։ Մակրոնին։ Ոնց, Շարլ Միշել կար, հիշում եք Կարգիլի հետևորդներ։ Մեկը կար Շարլ Միշել, որ տարավ ստորագրեց։ Տեսեք, ամբողջ խնդիրը կայանում է հետևյալում, հա։ Սա աշխարհաքաղաքական շատ հստակ հաշվարկի, ոչ նոր առաջացած օրակարգի արևմտյան գործընկերների մոտ, ուրեմն պրոյեկցիա է, որը նրանք ինքները երբեք չեն պատկերացրել, որ ոնց Ադրբեջանը երբեք չէր պատկերացնում ինքը ինչ կունենա, սրանք ստեղծեցին, հա, հիմա նրանք էլ երբևէ չեն պատկերացրել, որ իրանք կարան այսքան գան առաջ, այսինքն այսքան գալ առաջ ասելով ի նկատի ունեմ գալ հասնել մի հատ իրավիճակի, որ երկու տարբերակն էլ ձեռնտու է, բերում եմ օրինակը, եթե աշխարհաքաղաքական նետված ձեռնոցը տարածաշրջանային եւ համաշխարհային մյուս բևեռները ընդունեն, դա կշեղի ուշադրություն մյուս կոնֆլիկտներից, շարունակենք միտքը, ինչ կլինի Հայաստանի հետ ոչ մեկին չի հետաքրքրում։ Եթե այդ ձեռնոցը չընդունեն, մենք կբզկտենք, կպոկենք Հայաստանը, կհանձնենք Թուրքիայի ուրեմն գերակայության ներքո, հետևաբար դրանով կհասնենք միջանկյալ արդյունքի։ Ուրեմն սա է բանաձևը, որևէ նոր հեծանիվ հորինելու կարիք չկա, որևէ նոր կողմից խնդրին նայելու կարիք չկա։ Այսօր այս թվացial արևմուտք են գնումը, այս բերած եվրոպական համայնքի համաժողովը, գագաթաժողովը, հա, քաղաքական համայնքի, սա եվրոպական մանդատը չի։ Եվրոպական մանդատը տիրապետման տրվելու է Թուրքիայի Հանրապետությանը։ Ում համար կա այստեղ հարցական նշան, ում համար կա անհասկանալի իրավիճակ։ Այսինքն, երբ որ սրանք ասում են գնում ենք Եվրոպա, պետք է հասկանալ գնում ենք Թուրքիա։ Բնականաբար։ Ուրեմն այսօր Թուրքիան արևմուտքի համար մեկ գործընկերն է այս տարածաշրջանում։ Եկեք պարզ էլի, պարզ։ Երկրորդ էական հանգամանք։ Այսօր նույն Եվրոպան այն վիճակում է, որ ինքը ուղիղ գործընկերային կապերի մեջ, պարտավորությունների մեջ, քայլերի մեջ, իրականացման մեջ, գնանք ավելին, անվտանգության ապահովման մեջ կստանձնի որևէ ինքնուրույն պատասխանատվություն, հələ մի հատ դուք այսօր նայեք Եվրոպայի ճգնաժամային վիճակը, օրինակ ես փորձեք պատկերացնել, էլի, որ նրանք որևէ տեղ խոսքերից զատ, այդ բոլոր բլաբլաներից զատ ստանձնում են որևէ պատասխանատվություն կամ պարտավորություն, առավելևս եթե դա վերաբերի անվտանգայինին։ Պարզ չի, որ պատվիրակվելու է Թուրքիային,
որպես հիմնական գործընկեր անմիջական տարածաշրջանում նստած։ Վերջերս Պարզա չէ հստակ։ Հիմա, բայց այս ամենի հետ մեկտեղ ես ուզում եմ էլի մենք սրան առանցին ուշադրություն հրավիրենք։ Տեսեք, ինքս եղել եմ եվրոպական ինտեգրացիա հասարակական կազմակերպության նախագահ 15 տարի։ Եվրոպական արժեքային համակարգի կարևորագույն դերույթները մեր երկիր բերելու, իմպլեմենտացիաները անելու, դրանց ուրեմն տեղայնացումները ապահովելու վրա ինչքան կարողացել եմ ջանք եմ դրել։ Բայց այդտեղ կա մի շատ կարևոր հանգամանք։ Ուրեմն ես չեմ ուզում, որ մեր հանրությունը որևէ մեկի հանրության, ժողովրդի, հասարակության դեմ լծվի, մտածելով, որ նրանք են մեզ թշնամական, չկա sense բան։ Այսինքն իրականության մեջ այսօր նույն Եվրոպան իր այսօրվա քաղաքական էլիտայի ձեռքը կրակն ընկած է։ Նույն եվրոպական հասարակությունները, երկրները, ժողովուրդները իրանց քաղաքական էլիտայի ձեռքին այսօր կրակն ընկած են։ Եվ տեսեք նույն Մակրոնի բանը վարկանիշի Ֆրանսիայում պլինտուսից ցածր է։ Հիմա դրա ամենավառ արտացոլումն է։ Ես ես բերեմ օրինակներ, դուք բերեցիք Մակրոնինը, մի հատ նայեք Միացյալ Թագավորության ուրեմն վարչապետի ուրեմն ռեյտինգը վիճակը, մի հատ նայեք ինչա կատարվում Մերցի հետ, մի հատ նայեք օրինակ երջանկությունը եվրոպական, ծափահարությունները եւ այլը, Օրբանը փոխվեց, Օրբանը վերջապես հեռացավ, Հունգարիայում նոր ուժ եկավ, նոր եկած ուժը ու նոր վարչապետը իր եղած ծրագրում շարունակականությունը պահում, թե չի պահում քաղաքական գծի։ Այսինքն նույն Եվրոպան այսօր ունի ճգնաժամ եւ այդ ճգնաժամը ունի իր բոլոր բաղկացուցիչները, այսինքն ճգնաժամ քաղաքական, ճգնաժամ իդենտիֆիկացիոն, ճգնաժամ արժեքային, ճգնաժամ սոցիալ-տնտեսական։ Այսինքն այսօր եվրոպական ոչ միայն այդ կներեք անվտանգային նաև ես հիշում եմ մենք եթեից առաջ էլ հիշեցրեցի Ստարմերի Մեծ Բրիտանիայի վարչապետի խոսքը այստեղ Երևանում նա ասում է մենք հետ ենք մնացել Եվրոպան հետ է մնացել անվտանգության եւ պաշտպանական հարցերով եւ ասում է Իրանի եւ Ուկրաինայի առաջին հերթին պատերազմի պատճառով մենք ոչ միայն ճգնաժամի մեջ հայտնվեցինք մենք լուրջ վնասներ կրեցինք տնտեսական սոցիալական առումով նայեք ինչ ասում է նաև մեր ընտրազանգվածների մոտ մենք կորուստներ ունեցանք իրենք խնդիր են ես կառաջարկեմ մի քիչ այդտեղ փակագծերը բացենք ինքը այդքան ասում է բայց ամեն դեպքում չի մահարացնում միջև վերջ փորձենք մահարացնել հա տեսեք ուրեմն խնդիր առաջին Ուկրաինայի պատերազմը իր հետ բերեց էներգետիկ բավականին լուրջ ճգնաժամային էլեմենտներ եվրոպական երկրների համար գաղտնիք կա այստեղ հիմա եւ դա դեռ չի ավարտվում որևէ կերպ խորանում է ուրեմն այդ բոլոր սանկցիաները իրանք ունեին նաև բումերանգի բաղկացուցիչ այսինքն դու սանկցիաները ընդունում ես օրինակ Ռուսաստանի նկատմամբ Ռուսաստանի դեմ բայց այդ սանկցիաների ուրեմն որպես երկրորդ հետագծային անդրադարձը ուզի թե չուզի առնչվում է նաև քեզ լավ երրորդ էական հանգամանք ուրեմն կանգնեցին միգրացիոն այնպիսի հոսքերի առաջ նույն Ուկրաինայից հա որին բնականաբար պատրաստ չէին որևէ կերպ դա սկսեց հանրությունների ներսում առաջացնել առավելևս այն երկրների, որոնք մեծ թվով ուրեմն փախստականներ էին ընդունել Ուկրաինայից, դա սկսեց հանրությունների մեջ առաջացնել շատ լուրջ խժդժություններ, շատ լուրջ դժգոհություն եւ այլը եւ այլը։ Սրան գումարվում է, ուրեմն սոցիալական բավականին ծանրացող վիճակ արդեն իսկ Իրանի հետ կապված պատերազմից բխող նորից անդրադարձող էներգետիկային եւ մնացած խնդիրներին։ Սա բերում է իր հետ տնտեսական որոշակի կոլապսի էլեմենտներ կամ անկման էլեմենտներ։ Սա իր հերթին բերում է լրիվ նոր խնդիր։ Ուրեմն Թրամփը ասում է, որ ընկերներ, սենց էլ չի լինելու։ Ձեր անվտանգության համար պիտի վճարեք։ Ուկրաինային 99%-ով կրճատեց Թրամփը ձեր անվտանգության համար դուք պիտի վճարեք։ Հակառակ պարագայում ՆԱՏՕ-ն ոչ մի բանի պետգործիկ չի։ Հիմա սա իր հետ բերում է հետեւյալը, հա, վճարել այդ անվտանգության համար այն էլ ոչ թե իրանց այն լավ վիճակից, եւ որը ունեին ժամանակին, այլ վճարել հիմա, երբ որ արդեն իսկ այսքան անկման էլեմենտներ կան, ինչա սրանից վերցնում որպես ուղերձ սովորական Եվրոպայի որևէ երկրի քաղաքացին, մարդը։ Այսինքն այս ճգնաժամը եւ գումարած դրան, արժեքային ճգնաժամի էլեմենտները։ Հիմա մենք ով ենք։ Միշտ աչքի առաջ ունեցեք Եվրոպան տվել է այս աշխարհին լավագույն մտածողներ։ Եվրոպան տվել է նորմալ քաղաքագիտական միտք։ Այսօր ունի այդ բոլոր ներկայացուցիչներին տարբեր տեղերում, որոնք առաջերտին իրանք են ապշած,
ոնց կարար քաղաքականությունը բերեր հասցներ այսպիսի ճգնաժամի, որտեղ արժեքները ուղղակիորեն սրբված են։ Այդ արժեքները սրբվածի մի վառ օրինակն է մենք ենք։ Այսինքն ժողովրդավարության բաստիոն են անվանում մի երկրի ու մեկին, ով մենակ իր քայլերով դեպի մարդու իրավունքներ, թե հավաքական, թե անհատական, հա, դեպի քաղաքական հալածանքներ, դեպի քաղաքական բանտարկյալներ, ինչով հնարավոր է աչքի անգե։ Ինչով հնարավոր է աչքի Պարոն Բեկարյան, ես անպայման ուզում եմ այս քանի որ գագաթնաժողովի թեման խոսեցինք, մի քանի, այսպես ասած, միֆազերծում անենք, հա, նաև։ Տեսեք, նախ ԵՄ անդամակցության թեման 2013 թվականից ավելի, չէ, այդ ժամանակներից արդեն սկսվել է քննարկվել, բայց 17 թվականին Հայաստանը ստորագրեց ՍԵՊԱ-ն, համապարփակ համագործակցության այդ պայմանագիրը Եվրոպական միության հետ, որը իր քաշով, այսպես ասած, մակարդակով անհամեմատ ծանրակշիռ փաստաթուղթ է նաև նրանով, որ բացի այն, թե ինչ է ընդգրկված այդ փաստաթղթում, այլ նաև որ դա վավերացրել են ՍԵՊԱ-ն, վավերացրել են տասնյակ եվրոպական երկրների բոլոր անդամ երկրների պարլամենտները եւ գումարած որպես միասնական մարմին էլ Եվրոպական խորհրդարանը։ Ահա, այսինքն այդ փաստաթուղթը, որը 17 թվականին Սերժ Սարգսյանի կառավարությունը իշխանության ժամանակ ստորագրվեց, դա լիովին բավարար էր, որպեսզի ինքը հիմա էլ է հիմքը հարաբերության։ Այո, դա է։ Հենց հիմա էլ է ինքը։ Հենց հիմա է։ Բայց նրա մեջ եւ վիզաների ազատականությունը կար, ճիշտ է։ Նույնիսկ չեմ խոսում Արցախի մասով, հա, Արցախի մասով ինչ բաներ էր ամրագրված։ Ինչի՞ չխոսենք։ ՍԵՊԱ-ն համապարփակ եւ ընդլայնված համագործակցության պայմանագիրը կամ ինչպես իրենք են անվանում մեծ պայմանագիրը Հայաստանի հետ, ուրեմն կյանքի մեր կենցաղի ոլորտային ուղղությունների մի հատ բացակա ուղղություն մեջը չկա։ Ամեն ինչին անդրադարձ կա իր ռազմավարականով, իր մարտավարականով։ Ուրեմն դա բավարար չի, իհարկե նաև վիզաների ազատականացման ընթացքին առնչվող։ Չէ, ինչու վիզաներին ասացի, որովհետև հիմա դրանով են, հա, ու ականջների փլավ։ Եվ սրան գումարած, ուրեմն ՍԵՊԱ-ի ներքո ֆիքսվում էր Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին առնչությունը, որտեղ Եվրոպական միությունը փաստացի, ուրեմն կարգավորման գործընթացը տեսնում էր 3 հիմնարար սկզբունքների ներքո։ Ուրեմն ուժի եւ ուժի կիրառման բացառում, տարածքային ամբողջականություն եւ ինքնորոշման իրավունք։ Իդեպ, ինչպես նշեցիք, ուրեմն վավերացված անդամ բոլոր երկրների կողմից եւ Եվրոպական խորհրդարան։ Ինչ է սա նշանակում։ Ուրեմն առաջիններից մեկը, որ ֆիքսենք, հա, ուրեմն նույն Շարլ Միշելը, որի անունը այսօր տվեցինք, եւ շատ ենք տվել, հա, ինքը իրականում ամեն ինչից զատ իրավախախտում է իրականացրել։ Որովհետև հիշեցնեմ ուղղակի մեր դիտողներին, վավերացված միջազգային պայմանագիրը ցանկացած երկրի պարագայում, իսկ այս դեպքում բոլոր երկրների պարագայում ներպետական օրենսդրության մաս է դառնում։ Դե եթե պարլամենտն է վավերացնում, բա հենց այդպես մաս է դառնում։ Եվ նաև կա երկրորդ դրույթը, որ միջազգային պայմանագրերը, եթե ինչ որտեղ բախվում են կամ հակասում են, բացառությամբ սահմանադրությունից բարձր են մնացած իրավական ակտերից։ Հիմա Շարլ Միշելը որպես Եվրոպական միության պաշտոնյա սկսեց հրապարակել թղթեր, հայտարարություններ եւ այլն, նաեւ այդ թվում Ղարաբաղի Ադրբեջանի մաս կազմելու վերաբերյալ եւ այլն, որը մաքուր հակասում էր ՍԵՊԱ-ին դրված սկզբունքներին։ Մակրոնը նեղ շրջապատում Մարսելում հայերի հետ հանդիպմանը ինքը ասել է, որ Շարլ Միշելը ուղղորդում էր Ալիևին, հստակ։ Շարլ Միշելը հիմա թոշակի է գնացել կամ չգիտեմ ինչ, ով է հիշում նրան։ Եվ էս էլ մի հարց է, որ վաղը մյուսօր ես չեմ բացառում որևէ կերպ, որ նաև նույն Շարլ Միշելի հետ կապված իրավական գործընթացի խնդիր լինի։ Յուտ դրանից եմ ասում, անջատեք քաղաքականը։ Բոլորը շատ սիրում են ասել, բաձեր վարչապետը, եթե ինքը չի ասում, եթե ինքը չի պայքարում, ինչ եք սրանից ուզում, ինչ եք նրանից ուզում, այ մարդ օրենքի պահպանում ենք ուզում։ Հետևաբար, սրա պատասխանատվությունը ոչ մեկը չի դնում հարցականի տակ, հարցը դրանում չի։ Բայց յուրաքանչյուրը իր տեղում նույնիսկ կրկնում Շարլ Միշելի պարագայում, սա եվրոպական օրենսդրության մաս էր։ Դրանից բխող, եթե դա խախտում ես կամ հակառակն ես կարող, այսպես ճղելու ասել վերջ չի եղել։ Եթե խախտում ես կամ հակառակն ես անում, դրանից բխող պարտադիր սպասելի իրավական հետևանքներ։ Այսինքն Շարլ Միշելը, Մակրոնը,
Փաշինյանը եւ Ալիևը այդ Պրահայում իրենք հանցանք են գործել մի քանի շերտ։ Ասեմ ձեզ շատ հետաքրքիր բան, ուրեմն եթե դուրս են գալիս խոսույթից դեպի փաստաթուղթ ստորագրողներ, ուրեմն դա Շարլ Միշելի վրա գալիս ոչ այդքան Մակրոնի։ Սա էլ է շատ հետաքրքիր։ Այսինքն փաստաթուղթը կազմողը եւ ստորագրողը Միշելն է, որը այնտեղ նշում է մասնակցությամբ ում եւ այլը, բայց նույնց եմ ասում, եթե իրավական ենք նայում, դա գալիս է Շարլ Միշելի վրա հիմնականում։ Հիմա բայց կա ստեղերի կարևորագույն հարց։ Ուրեմն լավ, այդ գործընթացը գնում է այսօր այս ամբողջ PR արվող եվրոպական գիծը իրավական հիմքում ի՞նչն ունի այդ նույն ՍԵՊԱ-ն, այդ նույն համաձայնագիրը, որի մասին խոսում։ Հա, բայց այստեղ մի բան էլ հիշեցնեմ, այն չարաբաստիկ բան կար, Եվրոպական միության դեսպան կար Հայաստանում, Սվիտալսկին, այն որ եվրոպացի պաշտոնյաների շնորհավորանքները թաքցնում էր, որոնք ուղղվում էին Սերժ Սարգսյանին հաղթանակի կապակցությամբ թաքցնում էր, չէ՞, ու ծառայում էր սրանց, մենք նույնիսկ կադրեր ենք ֆիքսել։ Բայց Սվիտալսկին նույնիսկ խմբագիրների հետ փակ հանդիպում էին անում 19 թվականին էր կարծեմ։ Նա գիտեք ինչ ասաց։ Նա սկսեց բողոքել ՔՊ-ից, ասաց Արմեն Աշոտյանը, բառացի եմ ասում, չնայած Աշոտյանն ու Սվիտալսկին վատ հարաբերություններ ունեին, որքան գիտեմ, նույն այդ ժամանակ ասում է Արմեն Աշոտյանը ՀԿ-ն ավելի շատ աշխատանք էր ՍԵՊԱ-ի ուղղությամբ տանում, քան որ բանը, հա, որտեղ այնտեղ ճանապարհային քարտեզ կար, քայլեր կար գործող, քան սրանք, հա, բա անեիք վիզաների ազատականացման ռեժիմը 17 թվականին ստորագրված փաստաթղթում ձեր ձեռն է, ինչ եք խափում այս ժողովրդին։ Սաթիկ ջան, այստեղ մենք գործում ենք ուրիշ բանի հետ, ուրեմն աշխատանք եւ PR իմիտացիա։ Այսինքն եթե նրանք աշխատում էին, ովքեր որ այդ ՍԵՊԱ-ի բանակցային հիմքերից էին Սվիտալսկին է, պատկերացնում է։ Բանակցային հիմքերից էին տեղյակ, ինչն է ինչի համար է եւ որն է դրա ընթացիկ քայլերի արդյունքի միտված process-ը, հա, գործընթացը։ Եվ հիմա երբ որ դա խնդիրը փոխված է, ընդամենը պետք է PR իմիտացիան, տարբերությունը պարզ չի, շատ աննորմալ օրինակ բերեմ, հա։ Ինչ մեծ տարբերություն կա միգերի մեջ, թե սուերի մեջ նկարվելուց։ Հա, այն Ինչ տարբերություն։ Բանը, չէ, սրա վրա ոնց որ ավելի շատ միլիոններ է ծախսել էս գագաթա ժողովի, միլիոնավոր դոլարներ ծախսեց բյուջեից, որ այդ ֆոտոները ունենա սա։ Դա գաղափար չոր մնացորդ։ Որ այդ ինքնաթիռները գնելուց, բերելուց, ծախսը պատկերացնում ենք։ Գնելուց, բերելուց, մեջը նկարվելուց եւ այլը, չոր մնացորդում ինչ ա եղել։ Չոր մնացորդում եղել է, որ այդ ինքնաթիռների ուրեմն ռազմական կոմպլեկտը չլուծվեց տենցել։ Եվ այդ ինքնաթիռները պատերազմի ժամանակ ինչ արեցին։ Ոչ մի բան, ասի ներկատիվը տորա։ Հիմա ասում եմ, ես հասկանում եմ, որ ես անոմալ զուգահեռ եմ տանում, բայց հիմա այս եվրոպական քաղաքական համայնքի գագաթաժողովից էլի նորից չոր մնացորդում ինչ ա մնացել։ Ինչ ա մնացել կամ ինչ ա մնալու։ Լուսանկարների ալբոմ։ Բացի այն, որ մեր ինչ որ հայրենակիցներ միամտաբար միգուցե սկսեցին պահի տակ մտածել, որ մենք Բրյուսելի հարևանությամբ ենք, որպես քաղաք, կամ երկիր ուրեմն Շվեյցարիայի հարևանությամբ ենք, ուրիշ ինչ ա փոխվել այդ միամտության դրսևորումներից բացի։ Ես ես կարամ ասեմ ինչա փոխվել։ Փաշինյանը ասեց աշխարհագրությունը արդեն մեր փոխվել։ Ես ես կարամ ասեմ ինչա փոխվել։ Մենք արդեն մեր հարևանները բանը Շվեյցարիան, Ֆրանսիան, աշխարհաքաղաքական դերակատարների ուժային կենտրոնների բախման կոմպոնենտը սրվեց անգամներով։ Սա մեկ։ Մեր ոտատակ ընկնելու հավանականությունը մեծացվեց անգամներով։ Սա երկուս։ Հայաստանի սուբյեկտայնության խնդիրը ջախջախվեց հերթական անգամ, սա 3։ Այսինքն երբ որ, լավ, տեսեք, դուք բերեցիք ՍԵՊԱ-ի օրինակը, ես հետ դառնամ ձեր թույլտվությամբ, ուրեմն ՍԵՊԱ-ն որքանով որ ինքը լավ փաստաթուղթ էր, ամբողջ ոլորտները ներառում էր եւ այլն, բայց ինքը նստած էր մի սկզբունքի ներքո արտաքին քաղաքական։ Այդ եւ-ի քաղաքականությունն էր, որ օրինակ նույն ՍԵՊԱ-ն չուներ որևէ իրավունք հակասության մեջ մտնելու մեր ստանձնած այլ պարտավորություններին, այլ գործընկերների հետ։ Ես հիշում եմ Մոգերինի, չէ, Մոգերինին էր, թե ում հայտարարություններ, ուրեմն երբ որ եվրոպական այսպես սա առաջին նախադեպն էր համարվում։ Երբ որ եվրոպական էլիտաները այս չափ չէին արժեզրկվել, ես դա իդեպ շատ ցավով եմ ասում, ՏՏ չարախնդալու կամ ուրախանալու ոչ մի առիթ չկա։ Երբ այսքան չէին արժեզրկվել, նույն Մյունխենյան անվտանգության համաժողովի ժամանակ Հայաստանը բերվում էր որպես օրինակելի
օրինակելի երկրի օրինակ, որ կարողանում է համադրել առանց գլխացավանք ստեղծելու Բրյուսելի համար կամ Արևմուտքի համար եւ առանց գլխացավանք ստեղծելու Ռուսաստանի համար համադրել իր արտաքին քաղաքականությունը այնպես, որպեսզի երկուսից էլ կարողանա իր գործընկերությամբ իր ազգային պետական շահերին նպաստողը բերի, նրանց միջև բախում չառաջացնելով։ Սա բերվում էր որպես օրինակ։ Լավ, այսօրվա տեղեկատվական եւ տեխնոլոգիական դարում այդ ամեն ինչը կա, չէ։ Ուրեմն դրա բոլոր նյութերը կան, դրանց բոլոր վիդեոները կան, դրանց բոլոր տեքստերը կան։ Ես հիշում եմ, որպես նախադեպ էր նշվում, որ այո, լավագույն նախադեպ, որ առանց լարում, բախում ստեղծելու կարողանում է իր արտաքին քաղաքականությունը առաջ մղել, հենց այդ նույն այսինքն եւ Ռուսաստանի հետ ունենալ ԵԱՏՄ-ում ներկայություն, հա, մաքսային միությունում եւ քաղաքական մասով ԵՄ-ի հետ։ Ինչ ունենք մենք հիմա։ Հիմա ուրեմն էս եվրոպական քաղաքական համայնքից մի փոքր դեպի եկեք նայենք ԵԱՏՄ, հա։ Ուրեմն ես ուզում եմ էլի օրինակի վրա ասեմ եւ մեր հանրությունը այդ օրինակը փորձի մի հատ իր վրա էլ տարածել, պատկերացնել։ Հիմա պատկերացրեք, Սաթիկ ջան, ես, դուք, եւս 4 հոգի, 5 հոգի, կարևոր չի քանակը։ Միասին որոշում ենք ինչ-որ ընկերություն հիմնել։ Ինչ-որ գործառույթի, ինչ-որ ոլորտի աշխատանք իրականացնելու համար։ Ուրեմն մենք այդ ընկերությունը հիմնում ենք, որից հետո ես ասում եմ, գիտեք, այնտեղ կողքը մի հատ ընկերություն կա, այս նույն բանով զբաղվող։ Ես ոնց որ այնտեղ եմ ելնելու։ Բայց հələ քանի դեռ վերջնական որոշում չեմ կայացրել այնտեղ ելնելու։ Ես այդտեղ պետք է մնամ իմ բոլոր օգուտները քաղեմ։ Մեր այդ բոլոր ընկերություն հիմնածներ ինձ ինչ հայացքով տինահեն։ Դա պետք է նորմալ դիտարկեն։ Մենք նույն կարգի գործընկեր կարանք մնանք։ Այսինքն ցանկացած իրավիճակը քաղաքական, մի հատ պրոյեկտեք մարդկային դաշտ, այդ ամեն ինչը այնքան པարզ է դառնում, որ ասելու չի։ Ով այսօր ԵԱՏՄ երկրներից մեր հետ երկարաժամկետ ինչ-որ ծրագրեր կկապի կամ կուզի գործակցել։ Չեն վստահում, գիտեմ, որ չեն վստահում։ Երկրորդ, ԵԱՏՄ երկրներից յուրաքանչյուրը այսօր պետք է դիտարկի խնդիր, որ դու բավականին լուրջ իմիջային հարված ես բերում կառույցին, անգամ քո պահվածքով կապ չունի դու վերջում ինչ կորոշես։ Եվ այս պահվածքը քաղաքական էթիկայի եւ մշակույթի հետ ունի 0 առնչություն։ 0։ Հիմա ստեղից գալիս ենք հակառակ հարցին։ Եվրոպական միությունը, Եվրոպական միության հետ հարաբերությունները մեզ պետք են միանշանակ։ Միանշանակ։ Եվրոպական միության հետ տնտեսական հարաբերությունները մեզ պետք են միանշանակ։ Բայց մենք ունեինք արտոնյալ հնարավորություններ ունեինք։ Հիմքում, լավ։ Չէ, տնտեսական մենք արտոնյալ 6000-ից ավելի ապրանքների ցանկ ունենք։ Չէ, վարի տվեցին դա, պարոն Բեկարյան։ Նախկինում կար, սրանք էլ հանեցին այդ։ Տեսեք, ասածս հետեւյալն է։ Ուրեմն այո, այդ հարաբերությունների կարիք ունես։ Այո, այդ հարաբերությունը դի զարգացնես, բայց կան սա պարզ խնդիրներ, չէ՞։ Հիմա օրինակ եմ ասում, Եվրոպական միության անդամակցության խնդիր, այդ ազգային ժողովով մտցրած այդ ամեն ինչը, դրա հետ կապված ամենօրյա գլուխ գովանքը, եվրոպացիներին դա ցույց տալը, այն։ Հարց։ Հիմա եթե դու այդ քայլը կամ գործողությունը անելու ես, եւ դրա տակ նստած սկզբունքներ, գաղափար, ինչ չես անում։ Դա այդ հարցը կա, բայց ինչի հայտ չես ներկայացնում։ Դա եմ ասում, բացի այն, որ դու բոլորին մոտ ստեղծել ես այդ նյարդը եւ ամենօրյա գործողությամբ այդ նյարդը անդադ բորբոքում ես, ինչ ես անում։ Ու ինչի համար ես անում վերջը։ Դրաբար պատերազմ բերողը Փաշինյանն է, բոլոր առումներով։ Աշխարհակաղակական բոլոր սրացումները, բախման հավանականության մեծացումները, մեր ոտատակ ընկնելու հավանականության էապես անընդհատ բարձրացումը, պատահական չեմ ասում։ Հիմա այս եվրոպական համայնքի, այս քաղաքական համայնքի գագաթաժողովը։ Լավ, խնդիր է պատկերացնելը բոլոր կողմերում սա ինչ սրությամբ ընկալվեց։ Տեսեք, նորից հարցը հետևյալն է։ Կարար Հայաստանը նորմալ բնականon պարագայում ընդուներ ու ընկալեր եվրոպական քաղաքական համայնքի գագաթաժողովը։ Իհարկե, մեր գործընկերներն են։ Բայց դու նայում ես դա ինչ իրավիճակում ես անում, ինչ օրակարգի ներքո ես անում։ Ու մեզ բերում նայում։ Չէ, Զելենսկու հարցը։ Օրինակ, Զելենսկուն ինչի է թողեցիր կա։ Քեզանից ինչ են ակնկալում։ Դու այստեղ խաղալի գործիք ես ձեռքներին, 0 սուբյեկտայնությամբ, թե դու գործընկեր ես։ Պարզ, այսինքն ամբողջ խնդիրը կայանում է նրանում, որ
այսօր առավել եւս երբ որ գնում այս նախընտրական քարոզարշավի օրերն է, չէ՞։ Ուրեմն էլիա փորձ արվում է ժողովրդին սև ու սպիտակի ներքո մանիպուլյացիա անել, որ այն մարդիկ, որ ասում են, «Էս ինչ ես անում», ուրեմն հակա եվրոպական են, ուրեմն հակա արևմտյան են, ծիծաղելի է։ Եվրոպայի տեղը գիտեիք, երբ որ եվրոպական արժեքների համար պայքար էին Բայց ես օրինակ որ իշխանություն ունենամ մի օր, չէ, այսպես այդ ՀԿ-ները, որոնք առանձին անհատներ, այդ քաղաքասարակություն կոչվածի ֆինանսական աղբյուրները պետքա բացահայտել ու մի օր պարզվելու է, որ դրանք արևմտյան փաթեթավորմամբ թուրքական փողեր են։ Մի օր դա է բացահայտվելու, որովհետև կներեք, այսքան սուտ լցնել, հա, որ իբրև թե Եվրամիություն ենք մտնում, չգիտեմ, ես ենք անում, եթերից առաջ էլ խոսեցինք, չէ, պարոն Բեքարյան։ Տեսեք, ես պատմել եմ, առիթ ունեցել եմ Ռիգայում էի գտնվում, որը Լատվիան, որը Եվրամիության անդամ պետություն էր, լաց էին լինում, երբ որ նրանք մտել էին Եվրամիություն, իրենց ասել էին մոռացեք, դուք այլևս ձեր գյուղատնտեսությունը փակում եք, դուք ինչ ճակնդեղ, ինչ շաքարավազի արտադրություն, վերջ, մենք ձեզ կասենք, դուք որի երկրից եք առնելու։ Դուք էլ օբյեկտիվորեն հիշեցրեցիք Բուլղարիայի օրինակը։ Բուլղարիան այլևս որ պոմիդոր էր արտադրում, ասցին վերջ Դուք սրանից հետո կառնեք Պորտուգալիայից մեր ասած գներով։ Փակեք ձեր գյուղատնտեսությունը։ Դուր է գալիս, դուր չի գալիս, դա իրենց խաղի կանոններն է, դա իրենց քվոտալ բաշխումն է, եւ տեսեք, ստերից գալիս է շատ բարձ հարց, հա։ Երկրները, որոնք այդ ճանապարհը մտան անցան, օրինակ վերջին ընդլայնումներով դարձան Եվրոպական միության անդամ, ուրեմն շատ լուրջ այդ բարդությունները իրենց որոշակի ժամանակահատվածի համար ունեցան։ Բայց հիմա տեսեք, ամբողջ խնդիրը կանում է հետեւյալում։ Ցանկացած նորմալ պետություն դնում է անում է իր ռիսկերի հաշվարկը, ելնելով իր սեփական հնարավորություններից, ի վիճակի է արդյոք այդ ժամանակային միջակայքը, որտեղ այդ ամբողջ ծանրությունը իջնում է, շատ դեպքերում ավիրում է տարբեր տնտեսության եւ գյուղատնտեսության ճյուղեր, ոլորտներ եւ այլ եւ այլ։ Ինքը այդ ստրեսի նկատմամբ դիմակայունություն ունի, թե չունի։ Բայց ավելին ձեզ ասեմ, մինչեւ դրան հասնելը, բա անվտանգությունը։ Մինչեւ դրան հասնելը, բա անվտանգությունը։ Լավ, նայեք էլի օրինակը ավելի պարզեցնենք։ Հիմա այսօր շատ ընդունված է, սա իր պարտավորությունը չարեց, նա իր պարտավորությունը չարեց, նա իր պարտավորությունը չարեց։ Առաջինը, այո, բոլոր կողմերում էլ կա չկատարված պարտավորություններ։ Ռուսներն էլ իրենց պարտավորությունները լիակատար չեն կատարել։ Ամերիկայի Միացյալ Նահանգներն էլ իրենց պարտավորությունները լիակատար չեն կատարել։ Եվրոպական համայնքն էլ ստորակետ առանցին Ֆրանսիան էլ իր պարտավորությունները նորմալ չի կատարել։ Բայց հիմա առաջանում է պարզ հարց, հա, մի հատ ուրեմն եկեք երկու պարամետր նայենք։ Նախ հետ ենք նայում, մի քիչ դեպի պատմություն ենք նայում։ Այսինքն խորին հարգանքով դեպի Ֆրանսիայի ժողովուրդ, հանրություն, պետություն, ոչ թե Մակրոն, որպես ժամանակավոր երևույթ։ Այն ժամանակահատվածներում, երբ որ մեզ թվացել է, որ կարելի է նրանց ուրեմն զոնտիկի տակ ինչ-որ մի բան իրականացնել, ստացվել, հա։ Մի հատ այս մարդիկ մի հատ պատմություն նայեն, էլի։ Եվ ես չեմ ասում, որպես մեղադրանք նույն այս կամ այն կողմին։ Երկրորդ, չի ստացվել այն ժամանակ, երբ որ նրանք հենց իրենց վերելքի մեջ են եղել։ Իսկ հիմա նույն Եվրոպան ճգնաժամի մեջ է, նշեցի։ Այսինքն ինչի վրա է հույսը։ Որտեղ է այդ դրա արտացոլումը կամ դրա հավաստիությունը։ Շեփորահարվեց, թմբկահարվեց Ֆրանսիայի հետ քաղաքական համայնքի գագաթաժողովից հետո այցներ, չէ՞ Մակրոնի պետական այցներ եւ դրա շրջանակներում Ֆրանսիայի հետ փաստաթուղթ են կնքում ռազմավարական գործընկերության եւ այլ եւ այլ։ Կնքեցին։ Այդ հրճակագիրը ինչ էր որ ստորագրեցին։ Մենք խնդրանք էլի մեր դիտողներին, այդ բարձեք այդ փաստաթուղթը կարդացեք։ Այդ փաստաթուղթը կարդալուց հետո պատասխանեք ընդամենը մի հատիկ հարցի։ Մեր անվտանգությունը միլիմետր ավելացավ, անվանումը լավն է, անվանումը հնչեղ է, անվանումը հնարավոր է շեփոհարել, լավ։ Իրականում այդ անվտանգությունը մի միլիմետր ավելացավ, Ֆրանսիան ստանձնեց որևէ պարտավորություն Ադրբեջանի ագրեսիայի պարագայում Հայաստանի պաշտպանությանը մասնակից դառնալու եւ այլ։ Թուրքիայի որևէ գործողության պարագայում կապ չունի։ Ավելացավ, չէ։ Հիմա հետեւաբար առաջանում է շատ բարձ հարց, չէ։ Այդ ներքին համոզմունք կա, որ մենք անվտանգային խնդիր չունենք։ Բա որ ներքին համոզմունք կա, որ մենք անվտանգային խնդիր չունենք։ Սեփական ժողովուրդը ինչ ես վախեցնում պատերազմով։
Ստացվում, հա։ Այսինքն դու սեփական ժողովրդիդ հոգեբանական տերորի ես ենթարկում պատերազմի վախով, այս մյուս կողմից դու ասում ես ես անվտանգային խնդիր չունեմ։ Լավ, ինչքան կարա այս լարախաղացությունը աշխատի։ Ու մեր հանրությունը սրանից իր եզրակացությունները չանի։ Ինչքան։ Պարզ հարց է, չէ՞, որ ոչ մի բանը ոչ մի բանի հետ չի բռնում, ընդհանրապես։ Չի բռնում։ Բայց եթե դու անվտանգության խնդիր չունես, ինչի՞ ես տես հլու հնազանդ դրանց հրահանգները կատարում առավոտից։ Բայց այս թուղթը ոչ մի իրական ուժել չունի, չէ՞, այս հայտարարությունն էս Մակրոնի հետ ոչ մի բան չունի։ Սաթիկ ինչի՞ դա ոչ մի իրավական ուժ չունի։ Դա պետքա պարլամենտ լիներ, չէ՞, դա պետք է ներողություն եմ խնդրում։ Ինչի թրիփը իրավական ուժ ունի։ Չէ, թրիփինը գոնե անկեղծ նախաբանում գրած է, որ որևէ պարտավորություն թրիփիններ մյուս շրջանում բոլոր ուղղություններում արածներից դրա վրա PR սարքելուց, դրա վրա ողջ տարածաշրջանը նյարդի տակ դնելուց զատ որևէ մեկը իրավական ուժ ունեցող փաստաթուղթ։ Չէ, հենց այդ եմ ասում։ Բայց դա պատահական է լինում։ Չէ, իհարկե չէ, սրան ինչ որ sense թուղթ են գցում PR-ի համար, բայց չկա, բայց մի անգամ տեսեք, մտածում էինք, որ եվրոպացիները կարող է իրական քայլի գնան։ Իրական քաղաքական որոշմամբ վիզաների ազատականացում անեն, որ սա լավ օգտագործի։ Հա։ Դե Եվրոպան ցույց է տվել, չէ՞, որ ազատականացնելուց հետո նորից փակելու միգրացիայի լուրջ խնդիր ունեն։ Այդ եմ ասում, որ նորից փակելու խնդիր էլ չունի։ Ուկրաինացիներն են, պակիստանցիներն են, աֆրիկացիներն են։ Բայց էդ էլ չկա։ Էդ եմ ուզում ասեմ, էդ էլ չկա։ Այսինքն որ քաղաքական որոշումը տուներ, հետո դե քաղաքական որոշումը չեղարկեր։ Հիշեք Վրաստանին ինչքան են վախացնում հիմա այդ ազատականացումը կասեցնելու եւ այլն, չէ, էդ էլ չկա։ Այսինքն ամբողջ խնդիրը կանում է հետեւյալում։ Ուրեմն պետք էր այդ բոլոր հնարավոր բանցիկները սալուտը ներս, սալուտը դուրս։ Ինչ է իր ուզում, ինչ անենք քո համար, որ ընտրություններին օգտագործես, չասես չէ։ Բայց դա նշանակում է իրենք գիտեն, որ վիճակը վատ է Փաշինյանի։ Իհարկե գիտեն։ Որտեղ որ ասում է, հա։ Որ Մակրոնը կանգնում է ասում է, ուրեմն ես այնպես եմ թևից տակ վերցնում, ոնց որ Սանդուին եմ վերցրել։ Այդ լավ բանի մասին է խոսում։ Ոնց որ Մոլդովայում Սանդուի։ Դու իհարկե այդտեղ միանգամից խնդրեմ կա։ Մեր Սանդուն Նիկոլ Փաշինյանն է։ Ուրեմն պատկերացնել Մակրոնին ինչ որ մեկին երաշխավորելու կարգավիճակում արդեն անեկդոտ է։ Ոնց անեկդոտ չի, որ ոնց որ թուրքական բան ուներ, բանով դիպլոմատով բաներ էր, մեդալներ էր բերել Մակրոն։ Ես չեմ հիշում նրա նման դեպք, դա ամոթ էր պատկերացնելը արդեն անեկդոտ է, բայց ասես չէ։ Ես էլ եմ ասում նորից խորին հարգանքով դեպի Ֆրանսիայի պետություն եւ ժողովուրդ, բայց այսօր Մակրոնը խորքում հայ-ֆրանսիական հարաբերություններին մեծագույն հարված հասցնող է, որովհետեւ ինքը միացել է սեփական ժողովրդին գժիտեղ դնողին։ Ինքը միացել է սեփական ժողովրդին գժիտեղ դնողին եւ տանում է այդ ֆունկցիան։ Պարոն Բեկարյան, Մակրոնը երբ որ քայլում է իր քաղաքով, ինչ որտեղ երբ որ հայտնվում է, էլ ձվով, էլ լոլիկով, ինչով ասես, խփում են, ապտակում են, չգիտեմ, ինչ ասեք անում են։ Ինքը եկել է միտեղ, որ իրեն սիրում են, բայց այո, սա կապ չունի Ֆրանսիայի պետության եւ Ֆրանսիայի ժողովրդի հետ, ընդհանրապես, հա, մեր հարաբերությունները, մեր պետությունների, բարեկամ ժողովուրդը, մեր բարեկամ պետությունը, հիմա ցնցվում է այս երկու տեղում էլ նստած այս իշխանությունների ուրեմն առաջ չարածից է ցնցվում նաև այդ հարաբերությունը որտեղ ես եմ ասում սա արդեն աբսուրդի գագաթնակետն է սա աբսուրդի գագաթնակետն է եւ հետեւաբար այն որ խոսում էինք չոր մնացորդ մենակ ԿՊ-ի PR Բան Բեկարյան, որ դա կաշխատի վտանգների մասին եմ ուզում խոսենք ես օրինակ լսում եի Ռուսաստանի արտգործնախարարության իհարկե արդեն թոշակի անցել ավակ խորհրդական պարոն Անանիևին, նա ասում է, որտեղ Նյու Յորքում էլ է նա աշխատել, Նյու Յորքի դիվանագետ է երկար տարիների, տասնամյակների, նա ասում է Փաշինյանը, երբ որ ասում է, ես ինչ անեի, որ Զելենսկին սենց ելույթ ունեցավ կամ չգիտեմ, Ալիևը ես չէի բան անելու, չէ, նրանց սեքսին, ասում է ինքը ստում է, որովհետև կամ էլ ինքը դիվանագիտությունից ընդհանրապես չի հասկանում, որովհետև երբ որ նման միջոցառումներ են կազմակերպվում, նախապես պարտադիր ելույթների թեզերը տեղեկացնում են միմյանց, որպեսզի անակնկալներ չլինեն, դա ասում է նորմալ ընթացակարգ է։ Հիմա երբ որ
Զելենսկին գալիս է ստեղ, Զելենսկին, հա, որը երկիրը դարձրել է պոլիգոն եւ չգիտեմ միլիարդներ են իրենք աշխատում, չգիտեմ թմրանյութերի շրջանը, ինչ ասեք, երկիրը բարի տվեց, հա, այդ երկիրը ու 100,000-ավոր զոհեր բերեց այդ երկրին եւ այսօր էր եւ Թրամփը եւ Մերցը օրեր առաջ էլ ասացին, որ Ուկրաինան պետք է պատրաստ լինի, որ այդ տարածքները կորցնելու է, հրաժարվի այդ տարածքներից։ Հիմա բերում ես Զելենսկի, որը այստեղից մի կողմ թողնենք, հա, Ռուսաստանի թշնամի են, Ռուսաստանը նրան տերորիստ է անվանում, չգիտեմ, ես իրենց խնդիրներն են, բայց դու բերում ես այստեղ, ու նա գալիս է այստեղից, սպառնում է, բանի Ռուսաստանի։ Հաջորդը, տեսեք մի քանի բան։ Եվրոպացիները գալիս են, սպառնալիքներ են հնչեցնում Միացյալ Նահանգների հասցեին։ Ալիևը սպառնալիքներ է հնչեցնում հայ ժողովրդի, արցախահայերի, բոլորիս անվանում սեպարատիստ եւ այլն եւ այլն։ Կներեք, ոնց հասկանանք։ Տղա ջան, դու այնտեղ ով էիր, մեխի գլուխ ես, ինչ ես, չէ՞, կոպիտ եմ ասում։ Որ մեջ բերեցիք անձին նախկին դիվանագետին ազգանունը ֆիքսեցի, հա, ուրեմն խորին հարգանքով մարդու հանդեպ, ուրեմն ոչ թե սա չգիտի դիվանագիտություն կամ չի պատկերացնում արտաքին հարաբերություններ, այդ ասողը չի պատկերացնում ինչա Հայաստանում վարչապետի աթոռ զբաղեցնող անձը իր էությամբ եւ ամեն ինչով ինքը չի պատկերացնում։ Որովհետև այդ ձեր ասած պրոցեդուրալ խնդիրները կյանքի կոչելու համար, այսինքն գործընկերներին կապվելու, թեզեր ճշտելու, նայելու, որ քո համար դա քաղաքական խնդիրներ չբերի, այդ թվում մյուս գործընկերների հետ, Սաթիկ ջան, դրա համար կշիռ է պետք։ Դրա համար լուրջ ընկալվել է պետք որևէ մեկի կողմից։ Դուք ձեզ պատկերացնում եք, ուրեմն սա կապվեր որևէ մեկին, Բրյուսելում կամ այդ պետությունների ղեկավարներից որևէ մեկին, ու ասեր, գիտեք, ձեր թեզերը տվեք, մենք համաձայնեցնենք, ինչքանով էլ որ դա պրոցեդուրալ կարա կյանքի իրավունք ունենա։ Չէ, ասում է դա դիվանագիտական բան է։ Դուրս եկեք պրոցեդուրալից։ Ստանդարտների մեջ է տեղավորվում։ Մտեք քաղաքական։ Դուք դա ձեզ պատկերացնում եք։ Կամ օրինակ սա կապվեր Զելենսկուն, ասեր, գիտես, որ գալիս ես, պիտի քո խոսքը մի հատ իրար հետ նայած լինենք։ Դուք ձեզ դա պատկերացնում եք։ Այսինքն դրա համար պետք է ունենալ կշիռ։ Թեզերն են տալիս միմյանց, կարևոր թեզեր։ Հա, բայց ստացվեց Հայաստանում բոլոր ուղղություններով Ռուսաստանի դեմ ելույթներ հնչեցին, Իրանի դեմ ելույթներ հնչեցին, Միացյալ Նահանգների դեմ ելույթներ հնչեցին։ Դրա համար էլ ասում եմ, փորձադաշտ ենք դարձել։ Այսինքն սա ունենար այն կշիռը, որ կապվեր մեկն ու մեկին, ասեր, գիտեք, եկեք հասկանանք, գիտեք Հայաստանի համար իրավիճակը նուրբ է, որովհետև Հայաստանը Իրանի Իսլամական Հանրապետության անմիջական հարևանն է, մեզ բարեկամ երկիր է, դարավոր, Ռուսաստանի Դաշնության հետ ԵԱՏՄ-ում ենք, ես դուրս չեմ գալիս ԵԱՏՄ-ից, ինչքան էլ տարբեր բլա-բլաներ անում եմ, հապկում սառեցրել եմ կարգավիճակս, բայց դուրս չեմ գալիս հապկից, այս ամեն ինչը բերում է էթիկայի, քաղաքական մշակույթի եւ տարբեր Դուք ձեզ պատկերացնում եք, ասած բանակցություն ունենալ որևէ մեկի հետ։ Լավ, եկեք մի քիչ իրավիճակը լուրջ նայենք, էլի։ Շատ կարար տես բան խոսար Մակրոնի հետ, Մակրոնն է գլուխը քշուեր, կասեր լավ, մյուս անգամ։ Այս անգամ թող։ Մյուս անգամ, լավ։ Մյուս անգամ ես քեզ կօգնեմ, միասին կփորձենք մի բան անել։ Ինչի մասին է խոսքը։ Ինչ ենք ումից ակնկալում։ Որտեղ ենք լրջություն ակնկալում։ Չէ, բացի այդ բանը, տիկին Ուրսուլա ֆոն դեր Լայենը, հա, այս եվրո չինովնիկների ձեռը, որ ճիշտ միայն Ֆրանսիան Եվրոպան է կրակնգել, մենք բոլորս։ Այդ որ հայտարարում է բաց էլի, ասում է մեր համար կարևորը միջին միջանցքն է, հա, մեր այսպես Սյունիքը իրենց պետք է, որ իրենց միջին միջանցքի ծրագիրը իրականացնեն։ Հիմա բա թրիփը ինչ եղավ։ Բա թրիփը ինչ եղավ, ինչ որ թրիփի մասին չէին խոսում, այդ մոռացան թրիփը։ Ուրեմն եկեք սենց, թրիփի հետ կապված իրավաբանորեն պարտադիր ուժ ունեցող որևէ փաստաթուղթ չկա, մեկ։ Երկրորդը, Եվրոպա-Ամերիկա հարաբերությունների այսօրվա անոմալ վիճակում մտածել, որ մեկը մյուսով իրագործողությունը պայմանավորում է առնվազն միամտությունը, երկուս։ Երրորդ, թրիփի հետ կապված այդ ամբողջ էպոպեյան բավականին լուրջ ուրեմն սրացում նյարդա ստեղծած Իրանի Իսլամական Հանրապետության կողմից
Պարզավոր այսօր նրանց վիճակը վիճակ չի, իրենք իրենց պատերազմի օրակարգի ներքո շատ բաներ ստիպված են նաև օրակարգում հետին պլան մղել, բայց այդ մնացող խնդիրը իր համար ստեղծող բոլոր հնարավոր հարցերով եւ այլը։ Այսինքն հասկանում եք, իրականության մեջ մենք ունենք հետեւյալ վիճակը։ Ուրեմն մեկ անգամյա օգտագործման կամ մի քանի անգամյա օգտագործման PR գործիքներ, որոնցից որը ինչ ձևով կյանքի կկոչվի արդյոք եւ կյանքի կոչվելու դեպքում ինչ ձևով կյանքի կկոչվի, ես կառաջարկեմ մենք վերադառնանք մեր զրույցի համապատասխան հատվածին։ Այս աջակցության դիմաց ում ինչա խոսք տվել իշխանություն դառնալու պարագայում մենակ Աստված գիտի։ Բայց նորից եմ կրկնում, մի հատ պարզ հաշվարկ, որը ես խնդրում եմ, պատրաստ է հրաժարվել բոլորին զոհաբերել։ Ես խնդրում եմ մեզ լսողները, մեզ նայողները մի հատ շատ պարզ մտքի վարժություն անեն, էլի։ Ուրեմն այդ աջակցությունը ընդունում եք, որ փոքր բան չի, որ եվրոպական ողջ համայնքը գալիս է, այդտեղ քեզ նախընտրական աջակցություն է հայտնում։ Կներեք, Եվրոպան հիմա այնց պայմաններում էր, դա միայն նվեր էր, հա, որովհետև այդքան ծախսատար բան է։ Չէ, այդ բազա, բայց իրանք կարային գային, իրենց գագաթաժողովն անեին գնային։ Հիմա այդ անեին։ Թուրքիան այդ աջակցությունը ուղղակիորեն անում է։ Ադրբեջանը բոլոր ձևերով այդ աջակցությունը հասկացնում է, հիմա հարց է տալիս։ Ինչա դա գեղեցիկ աչքերի համար է։ Դա մինչև այդ ունեցած, ուրեմն արածների համար է միայն, թե դրա գինը վճարելու ենք հունիսի 7-ից հետո, եթե սրանք մնան իշխանության։ Այս պարզ մտավարժությունը կներեք, իսկ կարող է Հայաստանը դարձնեն պոլիգոն նաև Իրանի դեմ։ Ես այս մտավախություն ունեմ, որովհետև այնուամենայնիվ Միացյալ Նահանգները Թրամփը տվյալ դեպքում չգիտի ինչպես ավարտի, ինչպես դուրս գա այս վիճակից, հա, որովհետև ճիշտ է ասում են բանակցություններ են ընթանում բան, բայց Իրանը հետ չի նահանջում, իր պայմանները պնդում է եւ իսկապես Թրամփը ինքն էլ իր ներսում, երկրի ներսում խնդիրներ ունի եւ ոչ միայն իր երկրի ներսում, իրեն պետք է ինչ-որ ձևով դուրս գա սրատակից։ Այստեղ շատ տարօրինակորեն, ասենք, հանդիպացնում են Զելենսկուն եւ Վրաստանի վարչապետին, շատ տարօրինակ էր այդ հանդիպումը նաեւ, հա, որտեղ առաջին անգամ հանդիպում են, այստեղ ինչ են խոսում։ Հնարավոր է Եվրոպան, որտեղ նայում եմ, որ որոշ կողմերի դա ձեռք է տալիս Հայաստանով ճակատված են Իրանի դեմ։ Սավիկ ջան, տեսեք, եկեք ես ավելի լայն այդ հարցին պատասխանեմ։ Երբ որ ընկալման մեջ դիմացդ ոչ թե գործընկեր է, ոչ թե սուբյեկտ է, այլ քո խաղալիքն է, շահերիցդ ինչ էլ բխեց անելու ես։ Հետևաբար, քանի դեռ սրանք իշխանության են, եւ քանի դեռ մեր սուբյեկտայնությունը ուղակի գետնին փռած փալաս է, որ պահին, որի շահերից ինչ բխեց անելու է։ Եվ որտեղ երբ որ չկա գործընկերային վիճակ, պարտներություն չի դա, բար չի որ իրենց շահերից բխող պիտի անեն։ Հիմա իրենց հաշվարկը, ձեր ասած հարցին ուղի գալու։ Եթե իրենց հաշվարկը ցույց կտա, որ դա իրենց համար ձեռնտու է, իրենք չեն քննարկելու։ Տեսեք ինչու եմ նաև ասում, եվրոպական տարբեր գործիչներ խոսում են, որ 30 թվականին պատերազմ են լինելու Ռուսաստանի հետ, Եվրոպան չունի ինքը համապատասխան բանակ, ավելին ձեզ ասեմ, եվրոպացիները հիմա այսպեսի հարց են բարձրացնում օբյեկտիվորեն, որ բերեցիք այդքան փախստականներին լցրեցիք մեր երկիր, մեր հարկերից կտրում եք տալիս եք իրենց, մեր կյանքը վատացել է տալիս եք իրենց, գնանք ում համար կռվենք, պատերազմ մղենք ում համար, որ ում մնա մեր երկիրը, իսկապես այսպեսի հարց է եվրոպացի հանրության, այդ թվում Մեծ Բրիտանիայի, հա, բանով ասում են ում համար կռվենք, որ ով ապրի այստեղ, հա, մենք մեր երկրում այլևս տեղ չունենք օբյեկտիվորեն, փախստականներն էլ են ճիշտ ասում են, մեր ուկրաինացիները նույն, ինչ ասեք անում են, ինչ իրավունքներ ասեք ճոճում են, ու ասում են, դուք մեր երկիրը Եվրոպա քանդեցիք, մեր երկիրը ավիրեցիք, ուրեմն լավ ենք անում, ինչ ուզում ենք անում ենք, պիտի ապրենք ու պիտի ինչ ուզենք անենք, սենց
Հետևաբար Եվրոպան խնդիր ունի, ումով է կռվելու։ Իրենց հաշվարկը գիտեք որն է, ես լսում եմ տարբեր կարծիքներ, իրենք ուկրաինական բանակը, որը այսքան տարի ամեն դեպքում թրծվել է, կոպվել է, պնդացել է, զինտեխնիկա ունի, պատրաստում են իրենց հույսը, որ Ռուսաստանի դեմ պիտի պատերազմեն, Ուկրաինայի բանակով է։ Հիմա ես ուզում եմ հասկանալ, իրենք մի ճգնաժամ էլ այստեղ ունեն, այս տարածաշրջանում, ո՞նց են հաղթահարելու մեզնով, մեզ մոտ ինչ որ բաներ առաջացնելով, դրանից միայն օգտվելու են որոշ գերտերություններ։ Սաթիկ ջան, նորից ուրեմն խոսում էինք, որ նույն արևմտյան թևի համար այսօր Թրամփը մի քիչ այլ մոտեցում ունի Եվրոպայի նկատմամբ։ Հա, ոչ միայն Եվրոպայի նկատմամբ, այլ ընդհանրապես ամերիկյան արտաքին քաղաքականության, հա։ Բայց դա էլի դե երբեք մի մտածեք, որ դա ինչ որ երկարատև խնդիր է, հերթական ընտրական ցիկլով Ամերիկայի Միացյալ Նահանգները կարան վերադառնան իրենց համար, իրենց ընկալելի բնականon հուն։ Այդտեղ դե իմպիչմենտն էլ է կախված Թրամփի գլխից վրա, ուրեմն որևէ կերպ դրույք անել չարժի, հա, այս հարցի մի կողմն է։ Բայց հարցի մյուս կողմը հետեւյալն է, ուրեմն այսօր եթե ստացվի իրենց մոտ, իրենց շահերի ծիրում Հայաստանի վրայով, Հայաստանի միջոցով, Հայաստանի տարածքով ստեղծել նոր լուրջ գլխացավանք իրենց ուրեմն մրցակիցների համար։ Դա կլինի Իրանի Իսլամական Հանրապետությունը, դա կլինի Ռուսաստանի Դաշնությունը։ Կոպիտ ասած, ինչպես շատերը իրենք օգտագործում են այդ արտահայտությունը, ստանալ որևէ կերպ երկրորդ ճակատ։ Իրանց շահերի մեջ սա մտնում է, թե չի մտնում։ Եթե իրանց շահերի մեջ դա հաշվարկով մտնում է, նորից եմ կրկնում։ Եվ եթե դիմացդ գործիք է, ոչ թե պարտներ, ցանկացած բայ դա կիրառելու է։ Եթե սրանք իշխանության են։ Ամբողջ հարցը կանում է սրանում։ Ես ուզում եմ մենք գլոբալ բանաձևը հասկանանք, ոչ թե սկսենք իրենց քաղաքական շահը գնահատել, որը ունի ռազմավարականը ու տակտիկականը իր տարբեր դրսևորումներով, հա, այլ մենք հասկանանք մենք ով ենք այսօր եւ ինչ վիճակում։ Պարոն Բեկարյան, Ռուսաստանի նախագահը, բացի այն, որ մինչև այս գագաթնաժողովը Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը հանդիպում ունեցավ եւ բաց կամերաների առաջ, ընդ որում շատերի համար անսպասելի, շատ բան ասվեց եւ նաեւ փաստորեն այս օրերին, հա, շքերթի օրերին նաեւ Պուտինը հայտարարություններ արեց եւ ասաց պիտի կողմնորոշվեք ու մեզ պիտի ասեք, այն որ Պուտինը ասել էր հանրակրվեի թող դնեն, նոր բան չեն ասել, երևի Պուտինին ասել են, որ նման հարցերը հանրակրվեի պահանջում Հայաստանի սահմանադրությունը, սա չի ինձ համար էականը, բայց արդեն ոնց որ թե Պուտինն էլ է սպառնում ու ժամանակ է տալիս, հա, վերջնագիր է ներկայացնում։ Սրա մասին խոսենք, դուք նախ Պուտինի ասածը վերցանեք, հա, իր բոլոր հետևանքներով, դա ինչ է նշանակում։ Ու տեսեք, առաջի հերթին մենք գործում ենք իրավիճակի հետ, ինչի մասին խոսում էինք, որ դա որևէ կերպ նորմալ չի այն պահվածքը, որը այսօր կա, օրինակ նույն ԵԱՏՄ-ի փաթեթով, հա, որ դու մի կողմից ասում ես ցանկացած պահի դուրս կգամ, բայց ես այդտեղ մնալու եմ, մինչև վերջի կաթիլի իմ օգուտը խաղալու եմ, ես կասեմ ձեզ, եթե հա, նրանք էլ հիմար են, նստած ասում են, տենաս երբ է սիրտ ուզում Փաշինյանի։ Նորից եմ ասում, այդ օրինակը բերեցինք, նաև բան դա նորմալ պահվածք չի։ Ընդհանրապես հայ-ռուսականը ուրեմն դե ֆակտոն, ոչ թե դե յուրեն, որովհետև իրավական տեսանկյունից ոչ մեկ ոչ մի փաստաթղթից դուրս չի եկել։ Այսինքն իրավական տեսանկյունից արկա է հայ-ռուսական մեծ պայմանագիրը, այդ թվում դաշնակցային հարաբերությունները ամրագրող, իրավական տեսանկյունից մենք դեռ ՀԱՊԿ-ի անդամ ենք, իրավական տեսանկյունից մենք ԵԱՏՄ-ում ենք, այսինքն դե յուրե կարծես ամեն ինչ նույնն է։ Դե ֆակտո հարաբերությունների մեջ այսօր դուք տեսնում եք, որ ծայրից ծայր ճգնաժամային է, թե խոսույթներով, թե գործողություններով, թե քայլերով, եւ այդ թվում ոչ միայն երկկողմի, այլ աշխարհին ուղղող ուղերձներով, որպես այդպեսին, հա։ Հիմա այս պարագայում Ռուսաստանի Դաշնության նախագահը փորձում է ինչ-որ ուրվագծել հստակության էլեմենտներ, հա, մինչև ԵԱՏՄ գագաթնաժողով եւ այլն, բայց ուրեմն այստեղ կա եւ օբյեկտիվ եւ սուբյեկտիվ անոմալ դրսևորումներ։ Նույն Ռուսաստանի Դաշնության նախագահը 21 թվականի ընտրությունների նախաշեմին հայ ժողովրդին բացատրում էր, որ սա դավաճան չի։ Նույն Ռուսաստանի Դաշնության նախագահը հիմա շատ ծանր է տանում
որ ստեղ հայ-ռուսական հարաբերությունները հարված են ստանում։ Իսկ էլի պրոյեկցիան սեփական քաղաքական շահերից դուրս եկող պրոյեկցիան է, որպես այդպիսի։ Եվ էլի դրսի հետ կապել, դրսի հետ ուրեմն խնդիրը փորձել հասկանալ, դրսից ակնկալել, ու խնդիրն է ոչ մի տարբերություն, որտեղից ակնկալում ես, դու հասկանաս, որ կամ դու որպես սուբյեկտ կաս, եւ քո հետ որպես գործընկեր են առնչվում, կամ դու որպես սուբյեկտ չկաս, եւ քո հետ առնչվում են որպես խաղալիքի հետ։ Այսինքն հիմա մենք նույնը տեսնում ենք նաեւ ընդեղից, շատ པարզ։ Այսինքն ամեն ինչ կուտակած հասցրած է բերած է այս վիճակին։ Որովհետեւ օրինակ նույն Ռուսաստանի Դաշնության կողմից հիմա մինչև որևէ կերպ էս հարակվե արեք կամ ինչ-որ վերջնաժամկետ, բան, շատ հստակ այլ բան հնչեր։ Ռուսաստանի համար պարտավորությունները ստանձնված մեծ պայմանագրով առկա են, թե առկա չեն։ Մեկ, եւ եթե առկա են, որքանով է սրա սպառնալիքը սեփական ժողովրդին պատերազմով սպառնալիքը, ուրեմն արդիական կամ կյանքի իրավունք ունեցող։ Երկրորդ, ոնց պատահեց, որ այդ պարտավորությունները նորմալ չգործեցին ջերմուկի դեպքերի ժամանակ, ինչով ասա բացատրվում, եւ վերջը Ռուսաստանի համար Հայաստանի սահմանը որն է, քանի դեռ չի ավարտվել դելիմիտացիան եւ դեմարկացիան։ Այս հարցերի պատասխանները պիտի հնչեն Ռուսաստանից։ Ոչ թե ինչ-որ ԵԱՏՄ գագաթաժողովին մենք կքննարկենք, սրանք ստեղից մենք ԵԱՏՄ գագաթաժողովին չենք մասնակցելու, որ խորանանք կպարզվի ԵԱՏՄ գագաթաժողովը պրոցեդուրալ խնդիրներ ունի նաև առանց ներկայության քննարկում անելու կամ չանելու, հետեւաբար նորից մենք ինչ-որ ցիվիլ քաղաքական process չենք տեսնում, այլ տեսնում ենք ինչ-որ բաներ, որ անընդհատ ինչ-որ sense այսբերգի ներքևի հատվածներում են եւ այլն, եւ կրկնում եմ, էլի ամենակարևոր բանը, հա, Հայաստանի Հանրապետության քաղաքացի, մենք մեզանից յուրաքանչյուրը իր խնդիրը պիտի առաջի հերթին տեսնի իր մեջ, իր երկիրը իր պահելու հաստատակամության մեջ, ոչ թե խնդիրը պիտի փորձի փնտրել Բաքվում, Անկարայում, Բրյուսելում, Վաշինգտոնում, Մոսկվայում, Պեկինում, Թեհրանում, չէ։ Մենք ուզում ենք ունենալ պետություն, որից պետության հոտ է գալիս, համ է գալիս։ Պարոն Բեկարյան, այդ հունիսի 7-ը դրա մասին է։ Հասկացա, բայց այդ հա, հունիսի 7-ի ընտրությունները, բայց այդ սաղ մի կողմ, ես հիմա ուզում եմ մի բան հասկանամ։ Նիկոլ Փաշինյանը այս ամեն ինչով հանդերձ ավելի, հա, բան Հայաստանը կախվածության մեջ դրել տնտեսությունը այնուամենայնիվ Ռուսաստանից եւ ոչ միայն։ Ուզում եմ ասել, ինչքան էլ էս մուկն ու կատուя խախում բան անում ես, այս կապիկությունները մի կողմ, բայց ԵԱՏՄ-ից դուրս չի եկել, որտեղ շատ լավ հասկանում է ու Պուտինը ամեն հանդիպան հիշեցնում ասում է, քո տնտեսությունը եթե այսքան բան օգուտներ ունենում, ապա մեր շնորհիվ։ ՀԱՊԿ-ից դուրս չի գալիս, այսինքն ոչ մի բանից դուրս չի եկել եւ նաեւ դրա համար է, որ եվրոպական հանրությունը, քաղաքական հանրությունը չի վստահում նաեւ սրան, այսինքն ոչ Ռուսաստանում են վստահում, ոչ Իրանում առավել եւս սրան չեն վստահում եւ ոչ Եվրոպայում են վստահում ու հետեւաբար հա իրենք ճիշտ են անում, իրենք օգտվում են, օգտագործում են, իրենք շահում են առաջ։ Վերադարձեք մեր խոսացած զրուցած փաթեթին։ Ուրեմն այդ նույն հապկից դուրս գալը Իսկ կարող է պատահի, որ խոստացել է, ձգել է, որ շարունակի ունենալ աջակցությունը, խոստանալով, որ ընտրվելուց հետո կանի։ Անհավանական սցենար եմ ասում։ Չէ, հնարավոր է, հա։ Հիմա, իսկ պատկերացնում ենք դա իր հետ ինչա բերելու։ Պատկերացնում ենք։ Բա նորից եմ կրկնում, էլի տեսեք, ամեն մեկի խոսքս վերաբերում է տարածաշրջանային կամ աշխարհի ուժային կենտրոններին, դերակատարներին եւ այլն։ Ամեն մեկի բարեկայում մենք կարող ենք առանցին հաղորդում նվիրել իրանց շահերը, դրա պրոյեկցիան դեպի Հարավ Կովկաս, դեպի Հայաստան եւ այլը ներկայացնել, պատկերացումը տալ եւ այլն եւ այլն։ Բայց ախր խնդիրը վերջը այդտեղ չի։ Խնդիրը այնտեղ է մենք ինչ ենք ուզում։ Մենք ինչ ենք ուզում։ Հա, ընդ որում ոչ էլ Եվրամիության անդամության հայտ է ներկայացնում։ Բնականաբար։ Սա էլ մի կողմից։ Բնականաբար։ Որովհետև ամեն ինչը հանած է աճուրդի։ Այդ ես պատահական մի քանի անգամ չեմ նշում, որ ում ինչա խոստացել էս աջակցությունների դիմաց մտածեք էլի։ Այսինքն ամեն ինչ հանած է աճուրդի։ Ամբողջ խնդիրը այդտեղ է։ Եվ սա երկրի պետության իրական օրակարգի հետ
ազգային պետական շահերի հետ։ Ինչ առնչություն ունի։ Ինչ առնչություն ունի ընդհանրապես։ Ուրեմն տեսեք, լավ, եկեք մի փոքր կենցաղային դարձնեմ ձեր թույլտվությամբ, հա։ Նայեք, մենք այսօր քարոզարշավը անդանում, չէ՞, նախընտրական քարոզարշավն է։ Դուք հասկանում եք հիմնական բանը դիլեման ուր են բերե հասցրել։ Այսինքն պրոռուսական թե պրոարևմտյան թև, այդ պրոարևմտյան թևի մեջ էլի եմ ասում, շատ մեծ բլեֆ կա, որտեղ այդտեղ Թուրքիան է, ոչ թե արևմուտքն է, բայց հերիքա այն, որ այսօր քարոզարշավում դա գերակա դիտվող, ուրեմն թեզա կամ ընտրանք, դա խոսում է, որ քո սուբյեկտայնությունը ավիրված է։ Ավիրված։ Բառից բուն իմաստով։ Այս իշխանությունը դրան հասել է։ Ավիրել սեփական սուբյեկտայնությունը։ Սա է ամբողջ խնդիրը։ Դե պիտի ունենաս, ասենք, բան, այդպես ողնաշարով գոնե առնվազն երկրի ղեկավար, որ կարողանա, ասենք, թե ոչ թե մուրը սեփական ժողովրդի վրա թափի կամ վախացնի, այլ բան է։ Սկսի մեջքը ուղղել։ Չէ, ոչ միայն այդ, ասենք, Ալիևին պատասխանի, նա անվանում է սեպարատիստ, անվանում ամբողջ հայ ժողովրդին ու բանին, ասինքն պատասխանի այդ գագաթնաժողովում կներեք Երևանյան գագաթնաժողովի խայտարակություններ Ալիևի Երևանյան գագաթնաժողովի դա խեղկատակություն է, ասենք, երբ որ ինքը ասում է բանը, շնորհակալություն երազում եմ գամ Բաքու։ Դուք հոգեկան հիվանդ ես։ Եք, ուրեմն ինչ-որ թեզեր ճշգրտելու մասին, դիվանագիտություն հասկանալ չհասկանալու մասին։ Ընդունում եմ սխալ։ Պարզա, չէ։ Հա, սա միամիտ հարց տվեցի, ասենք, կարար, չէ, դիվանագիտությունը պահանջում է թեզերին ծանոթ լինել նախապես։ Հա, ընդունում եմ, պարոն Բեգարյան, ինչ մեղքս թաքցնեմ։ Հիմա բանը Ալիևը շարունակում է հայատյաց ելույթներով հանդես գալ, ատելություն տարածել հայ ժողովրդի հայության հանդեպ, նա թշնամի է անվանում հայ ժողովրդին, ասելով, որ մենք թշնամուն վտարեցինք մեր հողերից եւ վերականգնեցինք մեր տարածքային ամբողջականությունը, առանձին դրվագներ ելույթից չներկայացնեմ, արդեն այսինքն շարունակում է հայերին անվանել թշնամի։ Սրանք ասում են խաղաղություն ենք բերել։ Լավ, ես չգիտեմ ինչքանով է, արդեն չնայած ասեմ ձեզ ժողովուրդը չի հավատում սրան, ոչ էլ այդ շանտաժն է առանձնապես ազդում, բայց ադրբեջանցիները նաև ինչ են մի քանի անգամ ասել, ասում են այդ խաղաղության պայմանագիր կոչվածը, ասում է, որ մեզ ասում են անընդհատ, թե Հայաստանը անընդհատ զիջել է, բան զիջումների է գնացել, ասում է մենք էլ ենք ընդառաջել, ասում են որ հարցում եք ընդառաջել, ասում է բանավոր պայմանավորվածություններ էլ կան, որովհետև Փաշինյանը խնդրեց, որ ամբողջը պահանջները չներառվի թղթում, որովհետև հայ ժողովուրդը կընդվզեր դիմադրություն կառաջանար, խնդրեց մենք էլ ընդառաջել ենք։ Այսինքն կան բանավոր պայմանավորվածություններ, բացի այն այդ 300,000 ադրբեջանցիներ սահմանադրության փոփոխություն, հարգելի հայ ժողովուրդ, ով որ կասի հերքումական բան, մի հավատացեք, Ալիևը անձամբ 24 թվականի դեկտեմբերին հայտարարել է, որ դիմել են 300,000-ից ավելի ադրբեջանցիներ, դիմել են Հայաստանի կառավարությանը, որպեսզի իրենց ընդունեն, տեղավորեն եւ այլն, այդ հարցերը կարգավորեն։ Եվ նաեւ հայտարարել էր տարբեր առիթներով, որ իրենց ադրբեջանցիների իրավունքները պաշտպանելու համար պետք է իրավապահ մարմիններ ունենան եւ այլն։ Հիմա ես ուզում եմ սցենարները պատկերացնենք, սցենար 1 հունիսի 7-ին Փաշինյանը պարզա ամեն ընտրակեղծիք օգտագործելու է, պետական բյուջեն օգտագործում է իր քարոզարշավի համար, դրսից գումարներ են մտնում ու ինդուլգենցիա ունի, ամենաթողություն աչքները փակելու են Թուրքիայի, Ադրբեջանի աջակցություն ունի ու այդ կենտրոնների, եվրոպական որոշ կենտրոնների։ Հիմա ինքը ամեն ինչի գնալու է։ Սցենար 1 ամեն ինչով անցկացնում են Նիկոլ Փաշինյանին այդ կենտրոնները։ Սցենար 2 ընդդիմությունը հաղթում է։ Փորձենք այս երկու սցենարները դիտարկել։ Առաջին սցենարի պարագայում Աստված մի արարծե, ուրեմն որպեսզի շատ դրա վրա ժամանակ չծախսենք եւ այլը, անալոգիա 21 թվական ընտրություններով ներկայացվեց հաղթանակ, ստանձնեցին իշխանություն, այն ինչը մենք ունեցանք տեղի ունեցավ Արցախի հետ դրան հաջորդող տարիների ընթացքում, ուրեմն
26 թվականին իշխանություն պահելու պարագայում մենք բովանդակությամբ նույն ձևով տարբերվող ընդհանրապես գործընթաց ունենալու ենք Հայաստանի վերաբերյալ։ Այսինքն պետության պետական ինստիտուտների անկման գործընթաց։ Ուղղակի անկման։ Շատ պարզ եւ շատ հստակ։ Հիմա դրա ներքո ձեր թվարկած բոլոր թեզերից ինչը կդնենք 300,000 ադրբեջանցին կդնենք, ուրեմն թրիփը կամ ինչպես Ադրբեջանն նա Թուրքիան են անվանում Զանգեզուրի միջանցքը կդնենք, թե Հայաստանի լիակատար կամազրկումն ու իրավազրկումը կդնենք, ինչ եք ուզում դնենք, բայց կապ չունի, այսինքն այս իշխանությունը վերարտադրվելու պարագայում Հայաստանի անկումն է տանելու իր այդ ժամանակահատվածի մեջ, ապահովելով բոլորին տված խոստումները կամ դրանց մի մասը։ Շատ հստակ է, շատ պարզ է։ Եվ այդ ընթացքում որտեղ ինչը կթվա շատ ցավալի, չեն խորշելու անգամ դա անել ռազմական գործողությունների արդյունքում, որպեսզի հետո էտել ենք, չէ՞ տեսե, ես ոչ մի բանը չեմ ասում, չէ՞ որպես նորույթ։ Որպեսզի հետո հանրությանը նորից աշխատի բանաձևը ասելու, որ եթե ես դա ինքնակամ անեի, դուք կասեիք ես դավաճան եմ, դրա համար տեսակ, ես փորձեցի դրան դիմագրավեմ եւ ստացվեց այս ինչ որ ստացվեց։ Հիմա ուզում եք դրան անվանեք նույնիսկ պատերազմ բերել։ Ուզում եք անվանեք լոկալ ռազմական գործողություն։ Ուզում եք անվանեք ուրեմն հրաժարում անընդհատ իրավունքներից Սյունիքը հանձնել, եկեղեցին քանդել, կործանել, Սաթիկ ջան, չեմ ուզում գրել է ծրագրում ու հարգելի քաղաքացիներ ձեր գրպանն է գցելու, որովհետև եթե դուք իրեն մանդատ եք տալիս, նշանակում է ինքը դա անելու ու ասելու է դուք եք իրեն այդ մանդատը տվել, պատերազմ բերի, Սյունիք հանձնի, Հայաստանի տարածքների 60%-ը Ադրբեջանը իրենն է համարում, հանձնի։ Տեսեք։ Ուրեմն ես չգիտեմ, կա աշխարհում այնպիսի ծիածան, որի տակով սրանք անցնեն եւ սրանց ուրեմն վերաբերմունքը, սրանց մոտեցումը, սրանց քայլերն ու գործողությունները փոխվեն։ Որ ոչ թե մենք դա նայենք մեր տեսած օրինակով եւ ոնց են եկե հասել այսօրվան, այլ ասենք հրաշք է կատարվել, չէ, այլ արդեն այդ չեն, ուրիշ են։ Չկա այս աշխարհում տես ծիածան, որի տակով սրանք կարան անցնեն եւ իրանց վարքը փոխվի, չկա։ Այս նույն իրանք են, նույն ճանապարհն է, որը 18-ից սկսվել է, մեզ այսօր բերել է հասցրել այս վիճակին։ Շարունակելու է նույն ձևով, նույն լոգիկայով, նույն տրամաբանությամբ։ Հիմա ես բարձրագույն հարց եմ տալիս, ի՞նչն է խանգարում 2 տարի հետո ասել սխալվել եմ, որ ասել եմ միջանցք չի կարող ալնի։ Հետո հասկացանք, որ այդ միջանցքը միշտ ա եղել։ Մենք տեղյակ չենք եղել։ Հետո ասում եմ մարդը պիտի փոխվի, չէ՞։ Մենք տեղյակ չենք եղել։ Փոխվել եմ։ Այ մենք հիմա այդտեղ զարգացանք, էս հասկացանք։ Այ մենք հիմա հասկացանք, որ այո, ադրբեջանցիները պիտի գան, բայց Ղարաբաղի մեր ազգաբնակությունը չէ, ուր վերադառնա, դա սրում է մեր հարաբերությունները, դա պատերազմի օրակարգ։ Դա ի՞նչն է խանգարում։ Ինչը չեն արել, որ հիմա կզարմանաք, որ արվի։ Ինչը չեն արել։ Պարզ բան եմ ասում։ Եվ սցենարի 2 կարճ, երբ որ ընդդիմությունն է հաղթում։ Երկիրը շանս Եվ ընդորում շատ մեծ է հավանականությունը, որ իսկապես պետությունը ստանում է շանս պետություն մնալու։ Պետությունը ստանում է շանս շատ դժվարությամբ։ Շատ, որտեղ ամեն ինչ այնքան ավիրած, որ ոչ մեկն էլ հեշտ չի լինելու։ Մեջքը ուղղելու աշխարհի տարբեր ուղղությունների հետ գործընկերային, ոչ թե վասալային կամ խաղալիքային կապերը ստեղծելու նորից, վերաստեղծելու։ Պետությունը ստանում է շանս։ փրկվելու։ Այո, վերջը փրկվելու։ Եվ հետեւաբար, եթե դա պրոյեկտ ենք պետության վրա չթողենք, հա, պրոյեկտ ենք դեպի մեզ, դեպի մարդիկ, դեպի հանրություն, հա, ստանում ենք շանս շարունակելու ապրել, սերունդ ունենալու, մտածելու, որ մեր սերունդներն էլ իրենց հայրենիքում կապրեն, կմեծանան որպես հայ, որպես այս երկրի քաղաքացի։ Հետևաբար, եթե Փաշինյանը մնաց, Հայաստան չի լինի, ուղղակի չի լինի այլևս։ Սա է հարցը։ Շնորհակալ եմ, պարոն Բեգարյան, շատ հետաքրքիր զրույցի համար, հուսամ ընտրություններին ընդառաջ կփորձենք նորից, հա, այսպես ինի բերել, տեսնենք էլ ինչ
սուտ խոստումներ են առաջ գցում, չէ, դեռ բաներ ունի։ Շոուներ ա դեռ սարքելու։ Հարգելի հետևորդներ, հիշեցնեմ, որ իմ զրուցակիցն իր հայացք վերլուծական կենտրոնի խորհրդի նախագահ քաղաքագետ Կարեն Բեքարյանը, կհանդիպենք հաջողություն ձեզ։